Ես ստեղծել եմ խումբ տղաներից, որ հարատև գողություններ էինք անում, թող ես էի տնօրինում։ Եվ ինչ էիք գողանում որտեղից։ Տարբերություն չկա ինչ։ Շատ կարևոր փուլ է եղել քո կյանքում նաև որոշումը երեխաներ որդեգրելու, որը իսկապես ֆանտաստիկ պատմություն է։ Ես ու կինս պատրաստ ենք եղել օտար երեխուն սիրելու։ Գիծը նուրբ է։ Այդ գիծը չափազանց նուրբ է, հասուն աղջկա եւ երիտասարդ ապագա հոր։ Ոնց որ Ստելայի ու Էլիզայի տարբերությունը սա է։ Ես նեշի Էլիզային աղջկապես չեմ վերաբերվել, բայց սենց է եղել, ոնց որ Ստելան, ոնց որ սենց Էլիզին ասեմ դու ազատ ես։ Դու կարաս ազատ ես գաս, էլի իրոք չեմ կարա իրան ճնշեմ։ Ասեմ դու իմն ես, դու մերն ես, այս ամեն ինչը քոնն է, բայց դու ազատ ես։ Ստելային դες բան չեմ ասել։ Խափեմ հարության ասեմ, որ իմ ու Էլիզայի մեջ հարաբերությունը այս 100% եղել է հայր եւ դուստր։ Մենք շատ լավ ընկերներ ենք եղել։ Ես կարծում եմ Էլիզայի առանձնանալը եղել է դեռ չփված ճաշ, որը ինքը հիմա ուտում է։ Իմ ֆունկցիան տեղ իրանց նոր հնարավորություն տալն է։ Նայր, իրանց ֆունկցիան տեղ ո՞րն է։ Օգտագործել է հնարավորությունը։ Իրանք ոնց կօգտագործեն, դա իրանց պատմությունն է։ Ես մի հատ աղջկա հետ եմ շփվում, օգնում եմ իրան, մոտ եմ, բայց on-line է։ Նմանատիպ շփումներ աշխատում on-line ունենամ։ Ասում եմ, թե դու սեքս ես ուզում, դու քեզ խոստովանի, որ դու սեքս ես ուզում։ Երբ որ տղաները ուզում են լինեն հարուստ, ուզում են լինեն ավտորիտետ, բայց դա այդ մեկտեղ ուզում են ազատ ապրեն, տենց չի լինի։ Ինչ են հիմա գումարին հակել բոլորը, ուզում են արագ հարստանան։ Հետո դառնում արդեն հիվանդություն դա։ Հետո ինչ չես կարող այդ ազատից փոխվես։ Իմաստը նպատակին այն ուզում է արագ հարստանա։ Հաղորդման հովանավորն էր Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, 1&1 Travel Agency, Omorphia Beauty Salon and Spa, Tun La Major ռեստորան, Veranda ռեստորան, My Lil Town Eagle Rock խաղասրահ, Yasu ռեստորան, Colcast Fencing and Landscape, Impero Motorsport, Capital Gold խանութ սրահ, Eden ռեստորան, Aesthetic by Zoya Nail Salon, Tour One Go ծառայություն, MS Travel and Tours, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինոամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ, եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը, սա մեր Երևանյան եթերաշրջանն է եւ մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել ամենահետաքրքիր հյուրերին Երևանում։ Այսօրվա մեր հյուրը այս շրջանում ամենակննարկվող եւ ամենասիրված մեդիա դեմքերից է, պրոդյուսեր եւ շոումեն Արամ Մելիքյանն է այսօր մեզ հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն մեր ջան։ Արամ, շնորհակալ եմ, որ ընդունել ես զրույցի մեր առաջարկը ու հուսով եմ այսօր խոսելու ենք այն բոլոր թեմաների մասին, որոնք դեռ բաց են մնացել։ Փորձենք։
Արամ, պատմիր, թե ինչ ընտանիքում ես մեծացել առաջին հերթին, ինձ միշտ հյուրերիս մասին առաջինը դա է հետաքրքիր։ Գժական լավ ընտանիքում եմ մեծացել, Փառքաստու միջև իմացնողներս առանձին ենք ապրում, բայց կարևոր առանձին ենք, բայց միասին ենք, էլի։ Մենք մեծացել ենք ավելի sense լայն ընտանիքում, պապական ընտանիքում։ Ես մտերիմ եմ եղել մամայի ծնողների հետ շատ, ինձ տատիկս է մեծացրել։ 3 զավակ տնա մաման պարգևել աշխարհին, 3 եղբայրներով ենք։ Բայց շատ լավն է։ Իսկ ինչպես է ստացվել, որ հատկապես տատիկիդ հետ ես շատ ժամանակ անցկացրել։ Ճիշտն ասած, չգիտեմ այդ ոնց է հիմքը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հիմնականում ինձ հետ տատիկն է զբաղվել։ Մաման կամ սովորել էր սովորում էր կամ աշխատում էր, լավ չեմ հիշում, բայց տատիկի հետ շատ կապված եմ եղել։ Իսկ ձեր ընտանիքում կար արվեստի, մշակույթի ուղղվածությամբ մասնագիտության Մասնագիտացված ոչ, բայց բոլորի մեջ կար, գենի մեջ կար, բայց ամեն մեկը ուրիշ բանով են զբաղվում։ Առաջինը ես եմ եղել։ Դու ընտրում ես մասնագիտություն, որը կապված է երաժշտության հետ եւ սովորում ես կոնսերվատորիայում, ինչպես է ստացվում, ինչպես է հետաքրքրվում նախ երաժշտությամբ։ Մեր տան մեջ կա դոմինանտ մայրիկ, որը տեսնում է 6 տարեկան եմ կամ 5 տարեկան եմ ես լինում, տեսնում է երազ, որ ես պետքա դառնամ ջութակահար։ Չէր կարել կլարնետ տեսնել, ավելի հեշտ գործիք երազում տեսնել, դե ջութակը շատ բարդ գործիք է իրականում։ Ես դրա համար ընդունվում եմ Չայկովսկու երաժշտական դպրոց, 10 տարի սովորում եմ, հետո ճիշտ ասած ուզում էի գնալ իրավաբանական կամ տնտեսագիտական, որովհետև արդեն ինձ հերիք էր երաժշտական կրթությունը, բայց այդ ժամանակ ֆինանսային բավականին լուրջ դժվարություն կար մեր ընտանիքում։ Կոնսանվճար կարա ընդունվեի, իսկ այնտեղ վճարովի ոնց որ տենց ասեցի ընդունվեմ, հետո կա համատեղեմ, բայց մի քիչ չարաճճի էի, որ համատեղ էի, տենց շարունակեցի, բայց կոնսում ավարտվեց։ Մասնագիտացված երաժշտությունը։ Ինչով էր պայմանավորված այդ ֆինանսական դժվարությունը, այն հանգամանքով, որ 90-ականներին բոլորի ընտանիքներում էր դժվար, թե կային հավելյալ պատճառներ։ Մեր ընտանիքում որպես այդպեսին շատ դժվար չի եղել 90-ականներին, որովհետև պապան շատ լավ աշխատել, պապան հրաշալի բրիլյանտի մասնագետ էր, որը այդ ժամանակ տեն շատ չէին, ինչ ճիշտնա, ինձ մոտ հակառակն ա եղել, ինձ մոտ մեր ընտանիքում իմ պատանեկան տարիքից ա սկսել շատ լուրջ դժվարություններ, տարբեր պատճառներով ա իրականում եղել, այսինքն պատճառները շղթա եղել, բայց հիմնականներից մեկը այն եղավ, որ պապայի մոտ առողջական խնդիրներ սկսվեցին, հենց այդ ֆինանսային անկման արդյունքում, մի քիչ ներսկցող ա պապան, էլի։ Այդ ժամանակ իրականում կոնկրետ շատ ծանր շրջան էր, հենց այդ ժամանակաշրջանը, սենց Ելի, այտենց շրջաներ ու ես էլ դեռ այն կարգավիճակում չէի, որ աշխատեի։ Մեր այն ժամանակ 10-րդ դասարանցիները տենց չէին աշխատում, ոնց հիմա։ Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա էլ գուցե պատանեկության շրջանում ցավոք անցնում են դժվարությամբ, ինչ որ պատմություններ կհիշես, ընտրություններ կատարելու դեպքում, զուսպ կյանքով ապրելու պարագային, ինչ որ խորհուրդներ, որոնք կարող են օգնել պատմությունների տեսքով։ Փորձեմ, նայեք, ես սովորում էի հարուստ դպրոցում։ Չայկովսկին ինքը քաղաքի կենտրոնում էր, ու այն ժամանակ մի քանի դպրոցներ կան, Չեխով, Պուշկին, Չարենց, Շաումյան, Չայկովսկի, իրանք այն տեղերն են, որտեղ հիմնականում ապահոված է, ծնողները երեխաներ էին սովորում։ Ես այդքան ապահոված չէի, ոնց որ մեր դպրոցում մեծամասնություն էի, ասեմ նաև ավելին։ Մենք զուտ լավ էինք ապրում։ Այդ ժամանակ, երբ որ մենք մանումենտ էր մեր տունը, հիշում եմ այդ դժվարության ժամանակ ես ոտքով գնում էի դասի, ոտքով տուն էի գալիս։ Այդ этаպը հաղթարել եմ ես, այսինքն ես սովորել եմ այդ սկարաբլյանաբալ հասկացողությունը կամ հակառակը, ինչ է ինձ տվել, մի քիչ տվել է սխալ բաներ, մի քիչ տվել է լավ բաներ։ Սխալ բաները ինչ, որտեղ ես որ սովորեի, որտեղ փող լինի մոտ միշտ, ես այդ փողերը հայթայթում էի, թե ոնց այդքան էլ ոնց որ դա ուսուցանելի չէ, այսպես ասած, բայց ինչ վերաբերվում է սովորելու առումով, ամեն դեպքում դա կոփում է մարդուն, դու սովորում ես, որ դու կարաս չունենաս փող, ու դա նորմալ է։ Ես էլ եմ հիշում, որ նմանատիպ իրավիճակներում դպրոցական տարիքում եղել եմ, օրինակ Լունա պարկը հիշում եմ նոր էր բացվել ու շատ թանկ էր, ու մենք դասարանով պիտի գնայինք, ու ես օրինակ մի քանի ատրակցիոն նստելու հնարավորություն ունեի ֆինանսապես, ու անընդհատ ասում եմ, որ այս մեկը չեմ ուզում նստել եւ այլն։ Հիմա կարծում եմ, որ այդպես սխալ է անել, որովհետեւ դու պարզապես կարող ես քեզ պահել այնպես, որ իրավիճակը հարմարվի քեզ, այլ ոչ թե դու իրավիճակին։ Հիմա որ հետ հայացք ես նետում, արդյոք ճիշտ է այդ ապրելակերպը։ Երբ փորձում ես քողարկել քո իրավիճակը։ Ես այս պահին ինձ ավելի շատ մարդ է ճանաչում, քան օրինակ դպրոցական տարիներին, բայց ես սպայն եթե գումար չունեցա, մեր ջան, եթե մենք միասին գնանք տեղ, ես կասեմ, մեր ջան, գումար չկա մոտս։ Չկա։ Բայց 15 տարեկանում բավականին բարդ է։ Իմ տղան այս տարի դառնում է 14 տարեկան, ես գիտեմ, որ իր համար ինչքան բարդ է իր անկերն հետ լինել անկեղծ։ Եթե մենք կարողանանք մեր պատանիներին, մեր երեխեքով հանդերձ սովորացնել, որ
նորմալ է այս ամեն ինչը որ տեղի ունենում, հա, քո ասածի հետ համաձայն կնեմ, բայց հիմա ամենադժվարը պատանեկան հասարակությունն է, որը բուլինգ անում, որը գցում է, հիմնական դրա վրա է պատանին ձևավորվում։ Ու այդ տարիքում իմ համար կարծում եմ այդքան ճիշտ է լինել ոնց որ դու կաս, բայց ոնց կընդունի դրան հասարակությունը, դու այդքան ուժեղ ես, որ այդ հասարակության դեմ գնաս, դա հարցի մյուս կողմն է։ Ասացիր, որ հայթայթում էիր ճանապարհներով, որոնք չէիր ուզենա, որ այս պայն բարձրաձայներ, բայց մարդուն ճանաչելու պարագայի համար ինձ թվում է դա կարևոր է։ Կպատմես ինչ հնարքների էիր դիմում։ Կարամ պատմեմ մեր ջան, իրականում անցյալը, ասեմ պատասխանատվությունը թողեմ մերի վրա։ Քանի որ իր մեջ կա ամեն դեպքում քարոզություն, դրա համար չէ ուզենա բարձրաձայնել, բայց եթե պնդում ես, պատմիր։ Մենք, ես ստեղծել եմ խումբ տղաներից, որ հարատև գողություններ էինք անում, փող ես էի տնօրինում ու տենց, ու դա մի քանի տարի։ Եվ ինչ էիք գողանում որտեղից։ Տարբերություն չկա ինչ։ Տարբերություն չկա ոնց։ Տներից, ինչ որ խանութներից է։ Հա, խանութ, բան չոտած վիճակն է։ Դե պարզա որ դա չէր կարա մեր տնեցիկ չէին կարա իմանային, մաման միշտ ասում է, ինչ ես դες բաներ բարձրաձայնում, դե ասում եմ, դե հիմա այդ этаպը որ անցել եմ, որտեղ դե մաման մասնավորապես իմ ծնողները շատ լավ ծնողներ են եղել, ամեն ինչ 100% այլ են եղել, այդ դժվարությունը, որը նորմալ է, բայց ես այդ դժվարությանը ճիշտ չեմ արձագանքել։ Հա, ճիշտ չեմ արձագանքել, այսինքն եղել է դժվարություն, որին ես կամ կարձագանքեի ճիշտ կամ կարձագանքեի սխալ։ Ես արձագանքել եմ սխալ։ Եղավ ինչ-որ մի կետ, երբ դուք ուղղակի դադարեցրեցիք ինչ-որ պատճառով այդ գողությունը անել։ Այո, մեծացանք։ Արդեն բարձր դասաներում ես անձամբ ստոպ տվեցի։ Ու իրանց վրա քանի որ ունեի իշխանություն, հեղինակություն, ավելի կոնկրետ, ընդհանուր ստոպ տրվեց։ Երբ ինձ հարցնում են, թե ուր գնալ ընտանիքով, ընկերներով կամ պարզապես սիրելիների շրջապատով Գլենդելում, ես նշում եմ նաև Յասու ռեստորանի անվանումը։ Սա Գլենդելում գտնվող հունական շքեղ եւ համեղ ռեստորան է, որտեղ ամենակարևորը համեղ մենյու է, խոհարարների պատրաստած ուտեստները պարզապես հիանալի են ձկան տեսականիներից, որը շատ բնորոշ է եւ իհարկե համապատասխան հունական ռեստորաններին, նաև միս եւ առասարակ ամեն ինչ դուք կցանկանայիք տեսնել ձեր հունական տրամադրությամբ սեղանում։ Ամենակարևորն է նաև տրամադրությունը ընդհանուր միջավայրում եւ դա ապահովում են հմուտ երաժիշտները եւ իհարկե DJ-ը անձամբ։ Սպասարկման մասին եւս հարկ եմ համարում առանձին նշել։ Սպասարկումը եւս կազմում է ձեր տրամադրության ապահովման գրավականներից մեկը եւ այդ իսկ պատճառով լավագույն մասնագետներն աշխատում են այստեղ, որպեսզի բարձր տրամադրություն ապահովեն ձեզ։ Ափսեների կոտրելու ծեսն էլ, գործընթացն էլ հունական միջավայրին շատ համապատասխան է եւ հաճելի։ Այդ ավանդույթը արդեն չեղարկվել է մի շարք հունական ռեստորաններում, բայց ոչ Յասուում։ Այստեղ դեռ կարող եք վայելել ամաններ կոտրելու այս գործընթացը։ Պարզապես եկեք մեկ անգամ Յասու ռեստորան եւ վստահ եմ կհամոզվեք, որ լավագույն ժամանցը Գլենդելում ապահովում է նաեւ Յասուն։ Beverly Hills-ում հանրահայտ Rodeo Drive փողոցից 100 քայլ հեռավորության վրա ոչ պակաս ավելի հանրահայտ Brighton Way փողոցի վրա իր հյուրընկալ դռները բացել Capital Gold խանութ սրահը։ Այստեղ ներկայացված է ոսկերչական արվեստի հատնտիր ստեղծագործություններ։ Քիչ հետո ես ցույց կտամ դրանցից մի քանիսը, սակայն ինքներդ եկեք եւ համոզվեք, թե ինչպիսի գլուխգործոցներ են ներկայացված այստեղ եւ որ ամենակարևորն է այս բոլոր ապրանքները հեղինակել են մեր հայ ոսկերիչները դե իսկ հայկական ոսկերչության մասին առասպելներ են պատտվում ոսկեղենն ու զարդերը իմ թուլությունն են եւ դրանց մասին ես կարող եմ խոսել ժամերով Հայտնվելով այստեղ այս խանութում ես ուղղակի իմ հիացմունքը չեմ կարողանում բառերով ներկայացնել ապրանքատեսականի հետ կապված նախ ցանկացած քար բարձրորակ է եւ չի քննարկվում այդ քարի բարձրակարգ լինելու փաստը եւ որ ամենակարևորն է այս խանութում ներկայացված են ոսկյա զարդեր որոնք դուք չեք կարող հանդիպել որևէ այլ խանութում այսինքն նրանք էքսկլյուզիվ են պատրաստված հատուկ հենց այս խանութի հատուկ ձեր համար Այս զարդերից շատերում օգտագործված է էմալի տեխնոլոգիա, որը նույնպես չեն կարողանում ներկայացնել շատ ու շատ ոսկերչական արտադրամասեր եւ տներ։ Այնպես որ երկար կարող եմ պատմել այս խանութի ապրանքատեսականի մասին, բայց առաջարկում եմ, որ դուք գաք ինքներդ եւ համոզվեք,
տեսնեք, զգաք եւ իհարկե հիանաք։ Ու եթե հնարավորություն ունեք, անպայման գնեք։ Ողջույն, մենք գտնվում ենք Impero Motorsport-ում, որը Լոս Անջելեսի առաջատար մեքենաների վերափոխման կենտրոններից մեկն է։ Իմ կարծիքով լավագույնը։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ շատ-շատերիս կարծիքով լավագույնը, այդ թվում նաև հոլիվուդյան աստղերի ու արտիստների։ Այստեղ մի քանի ծառայություններ են առաջարկվում, որոնց մասին այսօր կպատմեմ ձեզ ըստ հերթականության։ Առաջինը դա պաշտպանիչ ֆիլտրերի, պաշտպանիչ շերտերի տեղադրումն է ձեր մեքենաների վրա, որը ձեզ կօգնի խուսափել քերծվածքներից կամ քարերի հարվածներից։ Եկեք գնանք ներս ու պարզենք, թե այլ ինչ հետաքրքիր ծառայություններ կան այստեղ մեքենաների համար։ Ամենահետաքրքիր ծառայություններից մեկը դա կերամիկական շերտերի ծառայություններն է, որը ձեզ հնարավորություն կտա խուսափել գունաթափումից, գույների փոփոխությունից եւ քիմիական տարբեր վնասվածքներից։ Կատարվում է նաև մթացման, այսինքն թինտ աշխատանքներ, որը հնարավորություն կտա ձեզ խուսափել նաև արևի շերտերից։ Նաև գույնի փոփոխության ծառայությունն է այստեղ առաջարկվում ամենաբարձր մակարդակով, որը ձեզ հնարավորություն կտա ձեր մեքենան տեսնել լիովին նոր տեսքով։ Այստեղ կատարվում են նաև արգելակների կալիպերների փոփոխություն, ինչպես նաև ներկում, ինչպես նաև անվադողերի փոփոխություններ, որոնք եւս բնականաբար իհարկե փորձառու եւ լավ մասնագետները անում են հաշված ժամերի ընթացքում, եւ որ ամենակարևորն է չափազանց վստահելի երաշխիքով։ Impero Motorsport-ում աշխատում են ցանկացած տեսակի մեքենաների հետ եւ յուրաքանչյուր մեքենայի նկատմամբ իհարկե սրտացավ եւ պրոֆեսիոնալ վերաբերմունք է։ Յուրաքանչյուր դասի մեքենա ընդհուպ միջավ ամենաբարձրակարգ կարգի մեքենաներ, ինչպիսիք են Ferrari-ն, Lamborghini-ն, Mercedes-Benz-ը, Tesla-ն, Porsche եւ այլն։ Այստեղ ձեր մեքենային կվերաբերվեն իսկապես այնպես, ինչպես վերաբերվում են լավագույն ընկերոջ։ Impero Motorsport, վստահեք Impero-ին ձեր մեքենան եւ այն կունենա նոր կյանք։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով այսօր, որպեսզի ստանաք անվճար խորհրդատվության հնարավորություն։ Ժողովուրդ, մենք գտնվում ենք My Little Town-ում, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց հետաքրքիր ու գեղեցիկ ժամանցը։ Բայց մեծերի համար եւս կա մտածված թույն ատրակցիոններ կամ սպասման սրահ։ Ես այս անգամ նախընտրել եմ ատրակցիոնը։ Գնացինք։ Ժողովուրդ, Որ թույն հասնու, մեծերի համար եւս խորհուրդ կտամ անպայման գալ My Little Town, որտեղ դուք կամ կարաք հանգիստ նստեք, սպասեք ձեր երեխաներին կամ օրինակ իմ նման էքստրեմալ անցկացնեք ձեր ժամանցը։ Ժողովուրդ, My Little Town-ում իրենց ժամանակը կարող են անցկացնել ոչ միայն երեխաները, այլ նաև մեծերը։ Կամ իմ նման այդ մեծերի ու երեխաների արանքում գտնվող մարդիկ։ Հաստատ ամենալավ ժամանցը այստեղ է ու վստահ կարող եմ ասել, որ ձեր երեխան կարող է անցկացնել իր լավագույն ժամանակը, բայց դուք եւս կարաք ձեզ գալ երեխան։ Մենք շատ հաճախ երբ հետհայաց ենք նետում մեր անցած ճանապարհին, պատանեկության, դպրոցական տարիների կամ ուսանողական տարիների մեր որոշումներին, վստահ եմ, որ համաձայն չենք մենք ինքներս մեր կայացրած որոշումների հետ եւ միշտ էլ այդ պատմությունները պատմելու ու անցյալը շտկելու կամ անցյալը ինքներս մեզ համար առաջին հերթին բարձրաբանելու կարիք ունենք։ Ես գիտեմ, որ պատանեկության տարիներին դու ընդգրկված ես եղել կրոնական մի կազմակերպության մեջ։ Պատանեկան չէ, 50 տարիքում։ 50 տարիքում։ 50 տարիքում։ Պատանեկան տարիքում չեմ իմացել կրոնական բառն ինչ է։ Լավ, ավելի ուսանողական տարիներին, եթե չեմ սխալվում։ Բարձր կուրսով, երրորդ կուրսից սկսած։ Ինչ կազմակերպության մասին էր խոսքը, ինչպես հայտնվեցիր այդտեղ։ Ինքը որպես այդպեսի ամեն դեպքում դե եթե նայում ենք դե յուրո կրոնական է, բայց իր կարգավիճակը, իր էությունը այդքան է կրոնական չէ, այսինքն իր հիմքում որպես այդպեսին կրոնը չի, հարաբերությունն է, հենց դա էլ ինչ շատ է դուր եկել ու շատ օգնել է երկրորդ Արամի ձևավորման մեջ, որովհետև այդտեղ մոտ արժեքներն են ձևավորվել։ Ես երկու տեղ եմ արժեք վերցրել, մեկ ընտանիքից, մյուսը այդ կազմակերպությունից։ Այսինքն հոգևոր դաստիարակությունը պարտադիր չի դու կոնկրետ այդ հոգևոր դաստիարակությունը ես մի քանի ձևով եմ
մի քանի ուղղությամբ է մոտ ձևավորվել։ Մեկը որպես անձ, որը սկսել է փնտրել Աստծուն, մյուսը, որ ես ունեմ քահանա, երրորդը կազմակերպությունը։ Բայց ավելի շատ իմ կյանքում կազմակերպության ներդրումը որպես տեսություն եղել է հարաբերության արդյունքում, ոնց որ նոր մարդկանց հետ ես ծանոթանում։ Խոսքը ինչ որ աղանդի մասին, հա։ Ես աղանդ չեմ համարի իրանց։ Այսինքն նայեց հայ առաքելական եկեղեցին այն աղանդ համարում է, թե համահամ չէ։ Տարբեր քահանաներ, Young Life կազմակերպության մասին է խոսքը, տարբեր կառույցներ, տարբեր քահանաներ տարբեր կարծիք են ասել։ Այսինքն եկեղեցին չունի պաշտոնական դիրք։ Դա հոգեվորսության արդյունքում որոշում է եղել, այսինքն քեզ փորձել են գտնել ինչ որ իրավիճակում ընկճված կամ Ես ընդհանրապես ընկճված չեմ եղել։ Իմ փայլուն շրջանն է եղել իմ տարիների, այսինքն վառ շրջանն է եղել ուսանող, ընդհանրապես ես եղել եմ կոնսերվատորիայի ամենաակտիվիստը, ռեկտորի սիրածը, որ ասում է սիրահար ոնց, սիրելին, սիրածը մի քիչ այլ։ Սերգեյ Գեորգիեviչ վատկս գալ։ Այսինքն եղել եմ շատ ակտիվ, ասում եմ շատ ծաղալու բան ասեմ, ես նույնիսկ կոնսի գրեթե պրոռեկտոր էր բաժինը, գիտեք չէ, ռեկտորի խորհրդական եմ եղել 13 թվականին։ Արամ ինչպես դուրս եկար այդ հոգևոր կառույցից։ Դուրս գալ չի դա, Մեհեջան։ Ես դե քանի որ դու անդրադարձ արեցի, նայ, ես սենց ասեմ, իմ համար հոգևոր, եթե մենք խոսանք եկեղեցու կոնտեքստում, կա երկու բան, կա կրոն, կա հավատք։ Ես հավատքի կողմնակից եմ, դու կրոնի, քո խոսքերից եմ ասում, ես մի քիչ ավելի հավատքի կողմնակից եմ։ Կրոնական տեսանկյունից կարա տարբեր երկրում իր պատկերացումով ապրումներով կամ դիրքի առումով ամեն կազմակերպություն համարվի աղանդ, բայց համարվում աղանդ է, որ շեղված է ճշմարիտ քրիստոնեությունից, ոչ թե առաքելականից կամ կաթոլիկից։ Այսինքն եթե դու խոսում ես աղանդի մասին, դու նաև պետք է իմանաս, արդեն մի քիչ ասում են մարդ, որ մի քիչ ուսումնասիրել է, որը շեղված է Աստվածաշնչից ու քրիստոնեությունից, ոչ թե առաքելական եկեղեցուց։ Մենք առաքելական եկեղեցու դիրքորոշումն ենք ներկայացնում։ Դա համար եմ ասում, դա առաքելական եկեղեցու դիրքորոշումը մենք ներկայացնում ենք որպես կրոնի տեսանկյունից, իսկ իմ համար կրոնը մեկ է։ Հասկանալի, ամեն մարդ ազատ դավանանքի իրավունք ունի։ Չէ, բայց ես առաքելական եկեղեցու մարդ եմ ինձ համարում, այստեղ տարբերությունն է, որ խոսում եմ, եթե ես խոսում եմ պետության տեսանկյունից, ես ներկայացնում առաքելական։ Մենք մեզ կարող ենք համարել ամեն ինչ, բայց պիտի հասկանանք, թե այդ կառույցը ինչպես է դիրքորոշում իրեն։ Այնուամենայնիվ, հիմա երբ ոտնձգություններ է կատարվում պետական մակարդակով իշխանությունների, դա խայտարակություն է։ Ինչպես ես դու վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին։ Դա խայտարակություն է այն առումով, որտեղ ամեն դեպքում դա հարցը Նիկոլ Փաշինյանը չի։ Հարցը նույնիսկ եկեղեցու լավ ու վատ լինելը չի։ Ու կարող այնտեղ ամբարո, չգիտեմ, ով ուզում է լինի, ամեն կարող շուն ինչ գյուղ չկա, ինչ չլինի։ Առանց շան։ Չլսեցի։ Գյուղ չկա առանց շան, չէ՞։ Հա, չէ, գյուղ չկա, շուտ բան տարտացություններ կա։ Այստեղ խնդիրը չի, այլ վիճակն է։ Դա խայտարակությունն է, մեր ազգի խայտարակությունն է, այս բանը ամեն ինչը, որտեղ մենք ոնց որ ամեն ինչ մեր մոտ տանում է, որ մենք ամեն ինչ մեր մոտ վատ է։ Եկեղեցին վատ է, բանակը վատ է, սա վատ է, ամեն ինչ վատ է։ Դա նշանակում է մենք հիմա խայտարակ վիճակում ենք, բայց դա ինձ չի վերաբերվում, որտեղ դա կրոն, քաղաքականություն, երբ որ դու ինձ հարցնում ես կազմակերպության տեսանկյունից, դա շատ ապրումային ավելի զոնա է եղել։ Իմ համար մեկ է եղել կրոնա ինքը ինչ է, հարաբերություն է եղել ավելի շատ։ Այդ կազմակերպության վերաբերյալ վերջին հարցս, գիտեմ, որ դա գործում է իմ տեղեկություններով հետեւյալ մեխանիզմով, որ դու պիտի ինչ-որ ժամանակի ընթացքում բերես ինչ-որ քանակության մարդկանց։ Չէ, սխալ գիտես, միանգամից ասա։ Շատ լավ, անցնենք առաջ ու հուսանք, որ իսկապես բոլորս ավելի պատասխանատվությամբ կվերաբերվենք այդ ամենին, որովհետև իրականում մեր նման փոքր երկրի համար շատ կարևոր է պահել։ Խոցելի է, որ պարակտման բան պետքա չլինի համաձայնեմ։ Արամ, պատանեկան տարիներին արդեն հետաքրքրվում ես, հա, ինչպես հասկանում եմ, ժամանցային ինդուստրիայով։ Էլի ուսանող տարիներում ա եղել։ Ինչպես է ստացվել։ Կավեն։ Կպատմես այդ անցումային շրջանի մասին, թե ինչպես կոնսերվատորիայից կարողացար տեղափոխվել այդ ոլորտ։ Հենց այդ ժամանակ, ինչ եմ ասում, որ Young Life-ում իմ լինելը շատ բան է փոխել իմ կյանքում, այնտեղ ոնց որ մնաց շատ լավ տուսովկա ստեղծում տղեկից, որտեղ տվորջսկի մարդիկ էին, ճամբարներում ենք ծանոթացել։ Young Life-ը հարուստ է իր ճամբարներով, այսինքն շատ հավես ճամբարներ է կազմակերպում, ժամանցային շատ հավես։ Ուրեմն որտեղ տղիք եմ տեսնում շատ հավես, այդ ժամանակի կավենը շատ հավես շրջան կար, մի հատ նոր շրջան էր սկսել, Աբրամը Բախշագուլյան ինքն էր կազմակերպում, Սարգիսն էր Կալպակյան, Գրիգորն էր Դանելյան, ռեդակտորը Չարենցը։ Թիմ ենք ձևավորում, ես սկսում եմ խաղալ, հասկանում եմ, որ ես հումորիստ չեմ։ Բայց շատ լավ ստացվում է կազմակերպել։ Ձևավորում եմ թիմ ու տեղից սկսվեց։ Ինչն է քեզ ամենաշատը այդ ոլորտում դուր գալիս անել։ Պրոդյուսինգը,
բեմում լինելը, ստեղծագործելը, որն է ավելի շատ քոնը։ Բեմի համար գժվում եմ այդ ծափարությունները, այդ էմոցիաները, բայց երբ որ ես երգում եմ փախած շեղվանք էլի մա, դա այս մարդը տենց ասում է, ինչ արած, բայց ամենաշատից դուր է գալիս կազմակերպել։ Կազմակերպել, զգալ ինչա պետք, զգալ որտեղ է պետք, բայց էմոցիոնալ տեսանկյունից որ ստանալու առումով, երբ որ ես երգում եմ ու տեսնում եմ աչքեր, որոնք իմ հետ են այդ պահին։ Միջոցառումներին երգում ես, տարբեր տեսանյութեր տեսել եմ ու այնպես չի որ վատ է ստացվում, հաշվի առնելով նաև որ պրոֆեսիոնալ միջավայր չի, հա։ Իսկ հետագայում օրինակ այդ ոլորտում շարունակելու ցանկություն, էքսպերիմենտներ անելու նպատակներ։ Էքսպերիմենտներ, հա, բայց ես որպես այդպեսի երգիչ չեմ դառնա։ Ես ով կամ արդեն, զուտ ոնց է որ դու ուզում ես նաև երգեսել, էլի այսպես մհեր չեմ։ Վլոգինգը շատ կարևոր ուղղություն է քո գործունեության մեջ եւ ես կարծում եմ որ դու այդ ոլորտում լիքը բան ես անում հիմա զարգացնելու համար այդ ոլորտը եւ ամենատարբեր ասպեկտներում ինձ անձնապես հետաքրքիր է դիտել քո ընտանեկան վլոգերը եւ արդեն մի քանի ամիս է ես երբ հայտնվում եմ էկրաններին անպայման դիտում եմ միջև վերջ ինձ շատ հետաքրքիր է քո ընտանիքը թե դու ինչպես ես ռոպագանդում ընտանիքի արժեքը նաեւ հասարակության մեջ եւ այլն դա շատ կարևոր է հատկապես այս փուլում մեր կյանքի կպատմես քո ընտանիքի մասին, ինչպես նախ ձևավորվեց ընտանիքդ, ինչպես հանդիպեցիր քո կնոջը։ Հանդիպել եմ Յանգլեֆում, ճամբարի ժամանակ։ Ես պատական չասցի, որ իմ կյանքում շատ կարևոր բաներ ա փոխել։ Հետո արդեն մոտ մի քանի տարի հետո մենք ամուսնացել ենք, ամուսնանալուց մեկ տարի հետո ծնվել է Անդրին։ Ըստ արագ արի չանցնենք, ավելի մանրամասն կպատմես ինչպես ծանոթացաք, օրինակ այդ առաջին հանդիպում, ինչպես հասկացար, որ նա հենց ինքն է։ Պատմեմ, ծանոթացել ենք 2005 թվականին, սիրահարվել եմ 2008 թվականին։ 2008 թվականին կարող եմ իմանալ, որ բարձր հարկից ընկել եմ գետնին, կոտրվածքներ եմ ունեցել, նոր էի վերականգնվել, գնում ենք Եղեգնաձոր խորոված ուտելու, չեմ ջերմուկ ենք ներողություն։ Այդ ընթացքում քո մոտ ինչ-որ խնդիրներ են առողջական, չէ՞, առաջանում։ Այդ վթարից հետո ալին որ ընկնելուց հետո, հա, մեծ։ Իսկ այդ ընկնելու պատմությունն էլ արի փորձ։ Հետաքրքիր չի պատմություն ընկնելու։ Ընկերների տոքն է։ Հա, ընկերներ չեն, անծանոթ տղեկ են։ Ինչպես է լինում, որ դու փորձում ես անծանոթ տղեկին օգնել։ Ես մի քանի ամիս գնում էի հոկեբանի մոտ, ասում էր Արամը ամենաին տեսած նարցիզն է, որ ուզում է փրկի աշխարհը։ Չգիտեմ, այսքան այդ ինստինկտը, որ իմ մեջ աշխատում է, մարդկանց օգնելու, դա ինստինկտ է։ Դա մամայից է եկել, չգիտեմ, դու մամային ճանաչում ես մեր։ Չէ։ Մաման ինքը տենց մենք միշտ ասում ենք, մամ, ինչ ես գնում ես հարևանի տուն։ Տատիկ կար, դի գնար ինքը։ Մեզ թողում էր, գնում էր, չեմ ասում թողում էր։ Բայց ուզում էինք ախպեր մնար։ Ասում էր չէ, կարիք կա։ Հիմա այդ նույն ինստինկտն իմ մեջ կա։ Ես օգնության կարիք կա, ինչ որ ուզում են, չեն ուզում, հարցնում են ախպեր քո կարիքը կա թե չէ։ Նույն ձև Զարգաձորում այդ վերևի 4-րդ հագում տղեկ են դուր են ուժեղցեցում, չեն կարող դուրը բացեն, դուրս գան։ Ես որոշում եմ, Spider-Man ես, հակառակ կողմից մտնեմ դուրը բացեմ, դե հակառակ կողմից հայտնվում եմ գետնին։ Ուզում ասեմ հետաքրքիր չի։ Ու երկար ինչ որ շրջանում բուժվում ես, չէ՞։ Շատ։ Դե սա վիրատացա։ Եվ այդ ընթացքում հոգեվիճակը ինչպիսին էր։ Այնքան շատ մարդ էր գալիս մոտս, այնց ուշադրության կենտրոնում էի։ Էգոս վայելում էր այդ process-ները։ Հատես դու անդադ խոսում ես քո էգոից, ասացիր որ հոգեբանն էլ ասում էր որ դու ուզում ես փրկել աշխարհը նարցիսիզմի։ Ես նարցիսիզմ չեմ անվանի դա, որովհետև կարծում եմ որ նարցիսիզմը բացասական երանգներ ունի, իսկ մարդու էգոն այնուամենայնիվ դրական է, ցանկացած հարթակում էլ որ դա լինի։ Ասում են, որ դրանում կա թաքնված նման դեպքերում ենթատեքստ մանկությունից եկող։ Երբ մարդիկ ընտանիքում մեծ ընտանիքում են լինում եւ այն ուշադրությունը ծնողներից ու հարազատներից, որոնք բավականաչափ չի լինում, հետագայում իրենց ստիպում է անել քայլեր, որ անընդհատ գովասանքի խոսքեր ստանան։ Բայց հիմա ո՞նց անենք, որ ես եղել եմ ամենաուշադրության կենտրոնում երեխան։ Կամ հակառակ էֆեկտն է եղել, կամ հակառակ էֆեկտն է կոմոտ եղել, բայց կա նման հոգեբանական չասեմ խնդիր, բայց առանձնահատկություն, երբ մարդիկ հասուն տարիքում անընդհատ approval-ի, այսինքն հաստատման հասարակական։ Ես քո հետ համաձայն եմ, հոգեբանն չէր հասկանում։ Ասում են, ախպեր, կարելի է քո հետ կապված թեզ գրել։ Ոչ մի լուրջ խնդիր չկա մանկությունից եկած, այսինքն որ դու, չգիտեմ, այդ կարող է ես տենց եմ իրականում ու վերջ։ Կարող է ես այն մարդն եմ, իմ միսիան այն է, որ գտնեմ ճիշտ բաներ, որ օգտակար լինեն մարդկանց։ Զուտ հիմա սխալ եմ օգտագործում, դա մասը ծիծաղում ենք դրա վրա, էլի։
The Gregorian Law Firm-ը պատրաստ է ձեզ օգնել ամենատարբեր հարցերում, այդ թվում նաև will and trust, ինչպես նաև ակսիդանտներ, personal injuries, շան գծելու պարագան, մի խոսքով այն ամենը, ինչ կյանքում ցավոք կամ սովորաբար պատահում է մեզ հետ։ Աննա Գրիգորյանը պատրաստ է պատասխանել մեր հարցերին, ողջույն Աննա։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել հերթական անգամ։ Աննա, խոսենք այս անգամ ավտոպատահարների, ակսիդանտների մասին եւ մասնավորապես լիֆթի եւ Uber-ի պարագայում, երբ մարդը պարզապես վարորդ է կամ հաճախորդ, ով ցավոք հայտնվում է նման իրավիճակում, ինչպես պետք է այս պարագայում վարվել։ Երկուսի դեպքում էլ շատ կարևոր է, որ ոչ վարորդը, ոչ հաճախորդը չխոսեն Uber-ի կամ Lyft-ի հետ, որովհետև իրանք ամեն դեպքում փորձելու են այնպես անել, որ վնասվածքը մեղմացնեն, խոսքեր ստանալով նենց անեն, որ իրականում վնասվածք չկա։ Ու այդ ամեն ինչը օգտագործվելու է թե վարորդի, թե հաճախորդի դեմ։ Այսինքն առաջին քայլը, ինչպես հասկանում եմ, պետք է դիմել մասնագետի, իրավաբանի եւ նոր շարունակել, հա։ Այո, երկուսի դեպքում էլ վարորդն էլ ունի պաշտպանություն, հաճախորդն էլ ունի շատ մեծ պաշտպանություն։ Uber ու Lyft-ը կփորձեն նենց անեն, որ չունեն պաշտպանություն երկուսի դեպքում էլ։ Ամենաառաջի քայլը պետքա խոսել մասնագետի հետ, attorney ունենալ, որը կներկայացնի շահերը եւ շատ լավ գիտի թե Uber-ի, թե Lyft-ի հետ ինչպես խոսա, որ պաշտպանի երկուսի իրավունքներն էլ։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ ժամանակ եք գտնում ու պատասխանում եք շատ կարևոր հարցերի։ Մեր հետևորդները չափազանց շատ են սիրում այս հատվածը հաղորդման, որովհետև ամեն անգամ կրթվում են եւ նոր ինֆորմացիա են ստանում։ Thank you։ Դե ինչ շարունակեք հետևել մեզ եւ եթե կան հարցեր ու խնդիրներ, ապա կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Ողջույն, մենք գտնվում ենք Art in Beauty Aesthetics-ում, որտեղ փորձառու մասնագետները լուծում են շատ կարճ ժամանակահատվածում էսթետիկ գեղեցկության բոլոր խնդիրները։ Իմ կողքին հայտնի բժիշկ Արտակ Մկրտչյանն է, ողջույն բժիշկ։ Բարև Նայել ջան։ Բժիշկ, այսօր մենք խոսելու ենք կրկնակիզակի հարցի լուծման վերաբերյալ, որը հայ կանանց եւ ինչու ոչ միայն կանանց, այլ նաեւ ապագայում ինձ օրինակ սպառնում է, ինչպես լուծել խնդիրը։ Բարև ձեզ։ Մենք մի քանի մոտեցումներ ունենք։ Ամենաարագ հարցի լուծումը, իհարկե, եթե դուք ճիշտ պացիենտ եք դա կատարելու իմ հետազոտությունից հետո, դա լազերի օգնությամբ այդ ճարպի հեռացումն է։ Ես կարող եմ ձեզ ցույց տալ մոտավորապես ինչ է օգտագործվում դրա համար։ Անցք է կատարվում, որը սա պետք է մտնի, սա կանյուլան է, որի միջոցով ճարպը հեռացում է։ Ինչպես հասկանում եմ, անցքը սա է, հա։ Սա 3 օր հետո է, կարող եք տեսնել ինչքան փոքր է կտրվածքը։ Հետաքրքրությունը ինչ է, որ ընդամենը մի քանի օր հետո դրանից հետո, հիմա կարող եք այստեղ տեսնել, խնդրեմ, մանեք եք գտեք որտեղ է կտրվածքը եղել։ 18 օր հետո, ընդամենը 18 օր հետո այն գրեթե չի երևում։ Գրեթե չի երևում, իհարկե։ Կարող եք տեսնել կրկնակզակի կախվածությունը, մաշկի թուլությունը, եւ սա վերջնական արդյունքը չի իհարկե, տևում է 3-ից 6 ամիս հետո, քանի որ մենք ոչ թե մենակ մեխանիկորեն ճարպը հեռացնում ենք, լազերով նաեւ ձգում ենք։ Ամբողջովին այս մաշկը կտեսնեք այս մասը ձգվելու է, բարձրանալու է վերև, ինչն է հետաքրքիր, եթե դուք նայեք, ոչ մի ծնոտի գիծ այստեղ արտահայտված չկա, ոնց որ մի հատ կլոր դեմք լինի։ Իսկ այստեղ դուք կարող եք արդեն տեսնել ծնոտի կլորացումը։ Օրինակ ինչն է հարցը։ Հաճախորդներն ենք այսպես գնում են եւ իրենց խորհուրդ են տալի, որպեսզի ծնոտը ավելի արտահայտիչ լինի, ֆիլերով այստեղ լցնել, արտահայտել։ Մոտեցումը սխալ է։ Պետք է ավելի շուտ։ Այո, իսկ ցավը է գործընթացում։ Դուք զգալու եք մենակ 3 հատ փոքրիկ սրսկում, մեկը այստեղ, երկուսը այս կողքերում, որպեսզի ես կտրված կանեմ։ Դրանից հետո դուք ոչ մի բան չեք զգալու։ Հիանալի է։ Art in Beauty Aesthetics-ում պատրաստ են լուծել բոլոր էսթետիկ խնդիրները ամենաանցավ եւ ամենագեղեցիկ տարբերակով։ Այցելեք կամ զանգահարեք։ Ողջույն, մենք գտնվում ենք MS Travel and Tours-ում, որտեղ փորձառու մասնագետները կարողանում են շատ կարճ ժամանակահատվածում գտնել լավագույն ուղևորությունների տարբերակները։ Ավելի քան 40 տարի գործող այս տուրիստական գործակալությունը արդեն վաղուց վայելում է մեր համայնքի վստահությունը։ Հիմնադիրն է այս պահին իմ կողքին, Տիկին Մելայան, ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ պատասխանելու եք մեր հարցերին։ Ուղևորությունը դեպի Բրազիլիա եւ Արգենտինա արդեն շատ-շատերին հետաքրքրել է։ Պատմեք մանրամասներ, թե ինչ է սպասվում։ Իհարկե։ Սա առաջի անգամ չէ, որ անում ենք, տարիներ շարունակ մենք կրկնում ենք այս տուրը եւ շատ մեծ հաջողությամբ մարդիկ մեծ հաջողով են գալիս ու հիանում են։ Ուրեմն կոնկրետ այս մեկը ուրեմն գնալու ենք այստեղից ամսու 5-ին նոյեմբերի 4-ը գիշեր լինելու ենք Ռիո դե Ժանեյրո, բոլոր գեղեցիկ վայրերը, բոլոր շարժան վայրերն այցելելու ենք, դրանից հետո տեղափոխվելու ենք
Iguazu Fall, աշխարհի ամենամեծ ջրվեժներից մեկը, որ բաժանում է Արգենտինան եւ Բրազիլիան իրարից, ուրեմն պետք է տեսնենք ջրվեժը եւ արգենտինյան կողմից եւ բրազիլական կողմից։ Ֆանտաստիկ է։ Հրաշալի բան է։ Ընդհանրապես 2 գիշեր էինք անում, բայց ես տարիների ընթացքում զգացի, որ 3 գիշեր պետք է այնտեղ մնալ։ Տիկին Մելանյան, ինչպես է կարողանում 40 տարի շարունակ զբաղվել այս գործով եւ դա անել, ինչպես կարծես ձեր երազանքների մասնագիտությունը։ Լավ հարցեր, բայց ասեմ ձեզ, նախ սիրում եմ իմ գործը։ Երկրորդը սիրում եմ մարդկանց հետ աշխատել։ Տարիների ընթացքում մենք արդեն այնքան ենք ընկերացել մեր հաճախորդների հետ, որ կարծես թե ընտանիք ենք դարձել։ Ինձ թվում է, որ լավագույն տարբերակը դա է, որ կարողանաս մարդկանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ լինել եւ կարողանալ ճիշտ իրենց ուղերձել, իրենց հաճելի վայրերը։ Ինձ թվում է հաճելի զգացվում է, որ դուք մեծ սիրով եք անում եւ կարծում հենց դա է պատճառը, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ ընտրում են հենց MS Travel-ը։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ ավելի մանրամասն տեղեկացեք այս ուղևորությունների մասին։ Ողջույն, այսօր եւս մեր գործընկերոջ Tourvango-ի հետ պատմելու ենք ուղևորությունների հարմարավետության մասին, սակայն այս անգամ հատկապես ուշադրություն ենք ուզում հրավիրել երեխաների ծնողներին։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը ցանկանում են եւ մշտապես պլանավորում են հանգիստ կազմակերպել երեխաների համար դեպի օրինակ Waterworld, ջրաշխարհ, ամենատարբեր ատրակցիոններ, Disneyland եւ այլն։ Tourvango-ն կրկնապատկում, բազմապատկում է ուշադրությունը եւ փորձառությունը վարորդների, որպեսզի ձեր երեխաները ապահով ձեզ հետ միասին մեկնեն այդ ուղևորություններին։ Այս անգամ ընտրվում են ել ավելի լավ մասնագետներ, թեև լավ մասնագետները բնականաբար բոլորն են այս ընկերությունում, որովհետև ունեն երկար տարիների փորձառություն։ 7-ից 18 հոգու համար նախատեսված այս Sprinter van-ները ձեզ հնարավորություն կտան նորագույն տեխնոլոգիաներով, լուսային, ձայնային շոուներով, մեծերի համար նախատեսված բարով տեղափոխել ձեր ուղևորությունը իսկապես ամենաապահով եւ գեղեցիկ տարբերակով։ Երեխաների համար հասկացանք։ Հիմա արդեն մեծահասակների։ Հիշեցնեմ, որ օրինակ երկարատև ուղևորություններ Կալիֆոռնիայից դուրս, օրինակ, միասին մեկնում ենք Վեգաս ընկերներով կամ բարեկամներով, վարձում ենք այս մինի վեներից, Sprinter van-երից մեկը եւ միասին այնտեղ ենք մեկնում գնում եւ պետք է նշել, որ ողջ ընթացքում ուղևորության վարորդը ձեզ հետ է։ Եթե դուք նախընտրում եք օրինակ այցելել գինետներ, լինի դա Սան Ֆրանցիսկոյում, Սանտա Մոնիկայում, Սանտա Բարբարայում եւ այլն, այս պարագային եւս շատ հարմար է օգտվել Sprinter van-երի այս տարբերակից։ Պետք է նշել նաև, որ օրինակ սպորտային թիմերի համար նախատեսված մեր 7-ից 18 հոգու համար Sprinter van-երը լավագույն տարբերակն են։ Իսկ այս Sprinter van-ը նախատեսված է մինչև 14 հոգու համար։ Պետք է նշել, որ գործում է անգամ արկա է անգամ սեղան, որը ձեզ հնարավորություն կտա ոչ միայն սեղանի խաղեր խաղալ ճանապարհորդելու ընթացքում, այլ նաև ճաշակել համեղ ուտեստներ։ Սա իսկապես ամենահարմարավետ տարբերակներից մեկն է։ Նշված հեռախոսահամարով զանգահարելով կգտնեք ամենալավ տարբերակը ձեր ուղևորության համար։ Վստահեք մեզ ու վստահ եղեք, որ ձեր ապահովությունը մեզ համար ամենակարևորն է։ Այդ դժբախտ պատահարից հետո հանդիպում ես քո կնոջ։ Չէ, մենք արդեն ասեցի դա 8 թվականին է եղել, 2008 թվականին է եղել, մենք 2005 թվականին արդեն այդ ճամբար ենք եղել եւ այլն, այդ շփվում ենք փոքր է դից։ 8-ի հունիսին գնում ենք ջերմուկ հանգստանալու, ես եմ գնում, արդեն այդ երկաթները ձեռքից ցանել են, Էլիզարևի ապարատոս ռոբոտ է, ես Տերմինատոր Արամներ էլի։ Գնում ենք խորոված ուտելու, իր անկերուին գետը տանում է։ Արփագետը բավականին վարար էր։ Այդ աղջիկն էլ լողանալ չգիտի։ Ես շատ արագ եմ կողմնորոշում, վազեցի, ոչ թե մտագետ, այլ հակառակ կողմից վազեցի, բայց ինչ նախընտրի, ձեռքերս դեռ չեն գործում։ Չեմ կարալու հանեմ։ Հերվում տրնում մի հատ քար մեծ, սենց գնում այդ քարի վրա, ինքս այդ մեջքած աշկերը փակել է, պանիկա է ու գնում ասա ջուրը տանում է։ Վազեցի այսպես ձեռներով պահել եմ այդ քարը։ Ինքը եկավ կպած ձեռներ, չեմ կարող գրկեմ իրան, ձեռքերս նորմալ չի գործում։ Ասես գրկել եմ, սպասել եմ, մինչև տղիկը հասել են ու հանել ենք։ Ու հիշում եմ այդ բա ասենց Լիլիթի մենք զուտ ընկերներ ենք կրկնում եմ, իր ասենց մնացած հայացք տեսա, սիրարվեցի։ Հիմա դա չեմ իմանում ոնց ստացվել։ Տեսա տեղել ես փորձել ասպետ լինել, փրկել իրավիճակն ու աշխատել։ Այդ եմ ասում այդան։ Վատ բան, ես դրա մեջ օրինակ չեմ տեսնում։ Okay, բանից ջեմ բարևեմ։ Դա չեմ գիտեմ։ Հետո դրանից հետո ինչպես է ձեր հարաբերությունները զարգանում։ Շատ արագ։
ոնց որ իմ կյանքում ամեն ինչ։ Մոտ մի ամիս կարողացավ Լիլոն, բայց մեծ շատ ծաղալու բան պատմեմ, ոնց եմ ասում Լիլոյին։ Դե քանի որ մենք շատ մտերիմ ենք, ընդհանրապես չեմ ուզում դա ռոմանտիկ լինի, ճամբար է նորից, պետք է հետ գնանք, տղեկին ասի գազել են այսքանը, ես Լիլոն դիմաց նստենք։ Ասին ինչի, ասի տենց։ Լիլոն չէր գալի, ինքը արդեն գիտի, ջոգում է, ազգում է, ու նստելը չի նայում։ Ինքը դե շատ ամաչկոտ, սուսիկ, փուսիկ, չգիտեմ, նկատ տեսել ես թե նույնն է, ոչ մի բան չի փոխվում, սուսիկ, փուսիկ։ Նստած են կոմա նայում։ Են կոմա նայում, ես կասելի շոֆեր դրիկն էլ բանով ոտս ոռում ասել, միջև հիմա հիշում եմ։ Դե ասել, Լիլ, գիտես չէ ինչ եմ ուզում ասեմ, ասեց, հա, բայց խնդրում եմ մի ասա էլի։ Ես ունեցել եմ աղջիկների շրջանակում ոչ այդքան լավ համբավ ու իր տեսակի, այդքան լավ համբավ չեմ ունեցել։ Իր տեսակի աղջկա համար ես շատ վտանգավոր եմ։ Այսինքն ինքը ապահովություն է ուզում, ես էդի կարամ տամ արդյոք։ Լկստված մարդ եմ եղել շատ էլի։ Բան չի փոխվել լկստվածության առումով, զուտ պապա եմ դարձել։ Էդի փոխել է։ Ասեցի չնայեց, մի ամիս անգիրից չպատասխանեց։ Մի ամիս հետո կամաց ցարուցի կոտրվեց, դրանից 6 ամիս հետո նշանվեցինք։ Շատ լավ, հետո ծնվում է ձեր առաջնեկը։ Նու ամուսնանալուց հետո ծնվում։ Դե հա, պարզապես։ Ծնվում է ձեր առաջնեկը, որը ինչ է փոխում քո կյանքում։ Ամեն ինչ։ Հիշում ես այդ փոփոխության պահակներ աշխարհի։ Այո։ Անրի ծնունդը տվել է ինձ մի ուրիշ կալիբրի պատասխանատվության զգացում։ Լիլոյի հետ ես սովորել եմ ուրիշ ձև սիրել, բայց Անրի հետ կապված էդի ուրիշ կալիբրի պատասխանատվություն է մայր։ Ու այն պապաները, որոնք չեն ունենում պապա դառնալուց հետո, աբսուրդ է իմ համար։ Միջև պապա դառնալը կարա չլինի, էլի։ Բայց պապա դառնալուց հետո շատ կարևոր փուլ է եղել քո կյանքում նաև որոշումը երեխաներ որդեգրելու, որը իսկապես ֆանտաստիկ պատմություն է, նաև օրինակի տեսանկյունից, թե ինչպես կարող են մարդիկ վարվել։ Մեր հասարակությունը որևէ մեկիս համար գաղտնիք չի, որ որդեգրման հարցին ամենատարբեր տեսանկյուններից է նայում, ու երբեմն դա նայում է, երբ չկա երեխա ընտանիքում միայն այդ տեսանկյունից, ցավոք։ Սա շատ նուրբ թեմա է, որին կուզենամ որպես լրագրող ավելի մանրամասն ու խորն անդրադառնանք, հասկանալու համար, թե ինչ նախ ձեր ընտանիքում տեղի ունեցավ մանկատուն գնալիս հետ։ Մի փոքր հետևից կամ նորից գամ իմ կյանքը հայտնվել ոնց ես հայտնվեցի Young Life-ում ու ինչ էր փոխեց իմ կյանքում, հա, դա համար եմ ասում, արժեքներն է փոխվել, որ ես կարամ սիրեմ օտար երեխու։ Դա սովորել եմ Young Life-ում։ Դա ճամբար էին գալիս երեխեք, որոնց ես չէի ճանաչում, բայց դա սիրում էի իրանց հանդեպ։ Մենակ Young Life-ը չի տենց։ Ուրիշ տարածքներ էլ կան, հա, պարտադիր չի դա հոգևորել լինի իրականում, բայց ես ընտեղ եմ հայտնվել։ Ես սովորել եմ օտար մարդկանց սիրել։ Մերը դա հեշտ չի։ Մա իսկապես հեշտ չի։ Իրոք հեշտ չի, այսինքն ես ու կինս պատրաստ ենք եղել օտար երեխուն սիրելու, գլոբալ։ Որդեգրության գաղափարը օրինակ ինձ հարցել են, ինչի խնամակալություն չէ։ Նույն Էլիզա հետ կապված ասել իմ ընկերն ասել, ինքը մեծ աղջիկ է, էլ ինքը մի տարի հետո իր կյանքն է ընտրելու, գնալու է իր կյանքով ապրի։ Ինչ ես դու քո ազգանունը տալիս, ինչ ես այդ պատասխանության տակ մտնում, ինչ ես որդեգրում, ասում են, որ ինքը այդ ապահովության զգացում ունենա։ Եթե ինքը դրա հետ վատ կվարվի, դա արդեն իր խնդիրն է։ Եթե ես խնամակալ եմ վերցնում իրան, իմ ազգանունը չեմ տալիս, ինքը այդ ապահովությունը չի ունենում։ Այ ես իրան կարամ էլ տունը չբերեմ, այդ կենտրոնում փող տամ պահեմ, բայց ես ուզել եմ այդ ապահովությունը տամ։ Ու կպատմես այդ առաջին օրը, երբ ծանոթացաք գնում եմ կենտրոն ուրիշ նպատակով, պետքա միջոցառում լինի, խնդրում են գնամ վարեմ, մեծ սիրով անվճար գնում եմ ու ասում եմ արտիստներ էլ կբերեմ, դե երեխեք են բոլոր աղջիկ։ Երկու կենտրոն է, մի հատ աղջիկների, մի հատ տղաների։ Տեր Արսենն է քանան բանում է, իջնում ասում է տղաների, ստեղ Նագաշյան կենտրոնն է, իրենք միջոցառումները միասին են անում, այսպես։ Ես պետք է գնամ վարեմ։ Գնում եմ որ կենտրոն ծանոթանամ, ասում եմ որ աղջիկ կա, որը ծնող չունի։ Դա Ստելայի մասին է։ Տեսնում եմ, մենք թղթերը տվել ենք մեր ջան, քաղաքապետարանում է, մենք որոշում ունեինք ի սկզբանե, ես ու կինս, որ մի երեխու հնարավորություն տանք ընտանիք ունենալ, մի երեխու։ Մեր որոշումն եղել է մեկ աղջկա համար։ Զուտ այն առումով, որ մենք կարող ենք ամբողջովին ներդրվել, ես շատ զբաղված եմ, որ ամեն ինչ չմնա կնոջս վրա։ Բայց Ստելան ուներ քուրիկ ու սենց էր տարբերակը, կամ պետքա 1 տարի սպասեինք Էլիզան դառնա 18, նոր որդեգրենք մենակ Ստելային, Արտանյանք անկախ մարդիկ են, կամ չէ, Լիլոն ասեց չէ, կամ երկուսին որդեգրում են, կամ չէ։ Ես Ստելային տեսել եմ, ասել իմ աղջիկն է։
Տեսել եմ։ Ստելայի հետ հանդիպում առաջին կպատմես, ոնց է։ Նախ երևի մի քանի անգամ գնում էիք, հա։ Հա, հետո մի քանի անգամ գնացել ենք, բայց մի քանի անգամ չէ, մի քանի ամիս, բայց այդ հետո որ դուք իմացել եք, հանրությունն իմացել է, դրա հետո կա ժամանակաշրջան, որտեղ մենք կենտրոնի հետ ենք անցնում, գնում ենք, հանդիպում ենք, զգում ենք ինքնազգում ապահովություն եւ այլն եւ այլն։ Հետո նոր դա պաշտոնական է դառնում։ Աղջիկներն են նստած, ոնց որ նստած են, ինքս տեղա ու նախավերջին աղջիկն է, բոլորս դուխով բան խոսում են, ինքը այնտեղ նայելով, ինձ չնայեց տենց էլ, ասեց ես գնում եմ ֆլեյտայի ցածր ձայնով խոսում մամա, ասեցի ճանաչ, չգիտեմ ինքնա։ Ասել եմ որ մի աղջիկ չունի ծնողներ։ Երկու աղջիկներից շատ հավանեցի, մեկը դաշնամուր, ինչը ֆիքսեցի որ դաշնամուրը նվագում, մյուսը ֆլեյտա, Ստելյանը ֆլեյտա է նվագում, որը ատում է։ Չի նվագել։ Մեր տուն մտնելով ֆլեյտա չի նվագել։ Անկեղծ երբ որ ասեցին ինքն է, պատտվեցի Լիլոյին ասեցի, ինքը մեր աղջիկն է։ Լոսս տղա հանգստացի մի հատ, վայ։ Ասի շատ հանգիստ եմ, բայց մեջս վարվում, էլի։ Լիլոն գիտի, ինձ եթե ասել եմ, վсё։ Հա, ինքը ավելի ռացիոնալ է, դու ավելի էմոցիոնալ։ Հա, ինքս մայ տղա, դի բան չի, նվեր չենք առնում։ Մարդ է գալու մեր ընտանիք համբերի, բայց ինքն էլ եկավ այդ որոշման։ Ինչպես էր առաջին հանդիպումները, երբ գնում եք իրեն տեսնելու Ստելային եւ այլն։ Ինչի մասին եք խոսում, ինչպես եք ընտելանում եք այդ մյուսին։ Մենք ֆիքսեցինք, որ ինքը KFC է սիրում, ու ես KFC ուտել, ընդհանրապես չէի ուտում KFC միջև այդ, որտեղ որ գնում ենք KFC, ինքը շատ ազատ էր իրան զգում։ Իրոք շատ է սիրում, միջև հիմա։ Գոնե շաբաթը մենք։ Դες էլի հոգեբանական ասպեկտին անդրադառնալով, դա ամենադժվար հարաբերություններն են աշխարհում, հայր եւ դուստր, եւ եթե խոսքը որդեգրման մասին է, ապա պատասխանատվությունը բազմապատկվում է։ Այս դեպքում, երբ իրենք ցավոք հնարավորություն չեն ունեցել ունենալու լիարժեք ընտանիք, հայրիկից ակնկալիքները առաջին հերթին արդարացված չի ու վերաբերմունքը առաջին հերթին այդ մոդելին ընտանիքի բացասական է։ Երկրորդ հերթին չկա կամ բացասական է, որովհետև ես վստահ եմ, որ հոգու խորքում նեղացածության զգացողություն կա չպաշտպանված լինելուց, դա անգամ առողջ եւ ամբողջական ընտանիքներում է լինում, հա։ Ուր մնաց, երբ երկու գեղեցիկ երեխաների թողնում են մանկատանը կամ հանգամանքների բերումով հայտնվում են անօթևան իրավիճակում։ Եվ ավագ դստերը թե ձեր տարիքային տարբերությունը շատ մեծ չի։ Այս պարագայում էմոցիաները կարող են խառնվել ու դրանում որևէ մեկը մեղավոր լինել չի կարող եւ չի, որովհետեւ բոլորիդ նպատակները բարի են եւ մաքուր։ Բայց մարդու բնազդները եւ մարդու հոգեվիճակը կարող են մարդուն սխալ տեղ տանել եւ դա չափազանց պատասխանատու է քո համար։ Գիծը նուրբ է։ Այդ գիծը չափազանց նուրբ է, հասուն աղջկա եւ երիտասարդ ապագա հոր։ Ինչպես կարողացար ստեղծել ճիշտ միջավայր այդ երեխեքի համար, այդ աղջիկների համար։ Նայեք, այստեղ արդեն կարիք կա լինելու շատ ավելի անկեղծ, քան օրինակ կարող ենք դիտել տեսանյութերի, հա, էկրանից ենկոմ, որտեղ էկրանից ենկոմ միշտ այդ հարցը տալիս են, դուք ինչի դժվարություն կամ ինչ նեգատիվ բաներ ցույց չեք տալիս, բայց ոնց ցույց տանք։ Այսինքն դու երբ որ նկարում ես վիդեո, դա նկարում ես շատ հավես անցնում նկարման process-ը, մայր շատ։ Ահա որ ծիծաղում ենք, բայց ինքը դու գիտես ինչ ես նկարում։ Արի ես քեզ ուղիղ հարցնեմ ու ներողություն խնդրեմ հարցիս համար։ Դավայցի։ Ինչպես կարողացար անել, որ երիտասարդ աղջիկը ով անպաշտպան է, չսիրահարվի քեզ, ով իրեն տալիս է պաշտպանության զգացողություն ու միանգամայն մաքուր եւ այլ նպատակներ ունի, բայց այդտեղ մարդու էմոցիաները կարող են խառնվել։ Դա երևի Էլիզային դի վերաբերվի, որտեղ Ստելայի հետ կապված շատ ա եղել հայրական, այսինքն այդ շատ ոնց որ Ստելայի ու Էլիզայի տարբերությունը սա է։ Ես նշի Էլիզային աղջկապես չեմ վերաբերվել, բայց սենց է եղել, ոնց որ Ստելան ոնց որ սենց Էլիզին ասել եմ դու ազատ ես։ Դու կարաս ազատ զգաս, էլի իրոք չեմ կարա իրան ճնշեմ։ Շատ մեծ ու բավականին հասուն աղջիկ է, սկսենք դրանից, էլի։ Ասել եմ դու իմն ես, դու մերն ես, այս ամեն ինչը քոնն է, բայց դու ազատ ես։ Ստելային դες բան չեմ ասել։ Չեմ ասել դու ազատ ես։ Ասել եմ всё դու մերն ես։ Ստելայի հետ կապված այդ զգացողությունը չեմ կարծում կարա լիներ կամ եղել է։ Էլիզի հետ կապված չեղել չեմ կարող ասեմ ոնց չի եղել։ Կարա լիներ։ Ոնց ես դու քեզ պահել, որպեսզի ճիշտ լինի։ Դա ամենանուրբ թեման է ու ես կարծում եթե հիմա կարողանանք այդ մասին։ Պետք է հիմա քննարկենք, պետք է հիմա փորփրենք, որ հասկանանք, ես չգիտեմ։ Այսինքն ես չեմ կարող ասեմ ինչն եմ ճիշտ արել, որ տենց չի եղել։
Դե առաջին հերթին ես կարծում եմ, որ նման պարագայում օգնում է մարդու նպատակը եւ դա ակնհայտ երևում է մարդուց, այն մարդուց եկող էներգիայից, խոսքից, ժեստերից եւ այլն, որ դրանք մաքուր են եւ դրանում չկա ենթատեքստ։ Բայց այնուամենայնիվ մենք ձևավորված հոգեբանությամբ երեխայի հետ գործ ունենք, որքան էլ որ նա Մոպտի մտածեմ, այսինքն քո հարցի շուրջ պետք է մտածեմ, ես ինչն եմ ճիշտ արել, օրինակ ինչը կարայի սխալ արածին է, որ կարող է հետևանքը բերել, որտեղ այս հարցի շուրջ մի անգամ եմ մտածել, այդ քաղաքապետարանի վարչության պետը ասաց, որ տես դեպքեր եղել են, խնամակալության ժամանակ, որդեգրության չէ, որ շատ ուժ կոնֆլիկտներ են եղել կնոջ ու աղջկա միջև, որ տենց որ կապ է ստեղծվել։ Մեր մոտ ոչ միայն չի ստեղծվել, մեր մոտ շատ լավ ընկերական է ստեղծվել վիճակը, հենց այդ է, որ կարա էդի օգնած լինի, որ դեպի այն կողմ չգնա։ Ես խափեմ հանրության ասեմ, որ իմ ու Էլիզայի մեջ հարաբերությունը 100% եղել է հայր եւ դուստր։ Մենք շատ լավ ընկերներ ենք եղել, իմ խոսքում այդ հեղինակություն ա եղել իր համար։ Ինքը ապահով ազգացել, այդ բառերը իրանից եմ լսել, որ ինքը շատ ապահով ազգում էր տան մեջ։ Ոչ թե լավ կամ վատ։ Դա ինձ թվում ամենակարևոր զգացումը։ Լավը հարաբերական է, էլի մի օր լավ ազգ, որտեղ շատ հաճախ լավ չի զգացել։ Անկեղծ ասում եմ, այն առումով, որտեղ ինքը ուրիշ բան ա ուզել անի, ես չեմ թողել։ Իսկ ինքը տարիքում որ ուզում անի, դա համար ինքը հիմա առանձին ապրում, որտեղ ինքը ուզում անի, ինչ որ ինքն ա։ Ինչ որ տեղ ա գալիս, պահ ա գալիս, Էլիզան որոշում է առանձին ապրել եւ դա բոլորը քննարկում էին, այս վերջերս։ Դու այդ որոշմանը ոնց արձագանքեցիր, ինչպես իմացար այդ որոշման մասին։ Քանի որ սա հանրային հարթակ է, շատ կարևոր է, որ դու մեծ կարևոր բան ասես, սա քարոզչություն է ամեն դեպքում, ես ուզում եմ նաեւ հասկանան ես ոնց եմ վերաբերվում գլոբալ նմանատիպ հարցին։ Նախ նորմալ, սկսենք դրանից, այն առումով, որ կարա ինչ որ էտապում որևէ երեխա որևէ ժամանակաշրջանում առանձնանա, բայց Էլիզայի առանձնացման հենց հիմքում ես համաձայն չեմ եղել։ Այսինքն ես տվել եմ դաբրոն կամ այսպես ասած չեմ կարա չտամ, դա իր որոշումն է, հասկանում ես, բայց ես ուզում եմ հանրությունը հասկանա իմ ընտանիքի ոնց ենք իմ ընտանիքի մոդելը ոնց է։ Ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին, սենց է։ Այսինքն եթե իմ երեխան պատրաստ չի մեկնելու Եվրոպա սովորելու, ինքը պետք է մեկնի մի տարի հետո։ Գաղափարը սրա մասին է։ Ոչ թե ինքը պետք է չմեկնի, այլ մենք պետք է դա հասկանանք, դա պետք է էփենք, դա պետք է ճաշ դառնա, հետո նոր ուտենք։ Ոչ թե դեռ չեփած ուտենք։ Ես կարծում եմ Էլիզայի առանձնանալը եղել է դեռ չեփված ճաշ, որը ինքը հիմա ուտում է։ Ինքը վստահաբար կհաղթահարի, որովհետև ոչ միայն ունի այդ ռեսուրսը, ինքը կարող է իր համար ռեսուրս ստեղծի, այլ ինքը վիժված բառը հայերեն չգիտեմ ոնց է։ Ինքը վիժված է արել ամբողջ կյանքում։ Ես կգտնանք մի վարքյան։ Վիժվածը լավ բառ է, էլի։ Survival instinct-ն է, էլի։ Վիժվածը ոնց։ Հենց survival instinct-ն է իր մոտ աշխատում, իր մոտ շատ ուժեղ է դա։ Դա համար ես ասել եմ, որ դու իմացի յուրաքանչյուր քո դժվարության ժամանակ ես քո կողքին եմ։ Բայց հիշի, որ դու կրում ես իմ ազգանունը։ Այս երկրի վրա ամենամեծ կապիտալը մեր ջան, որ ես ունեմ, դա ոչ վլոգինգի հետ կապ ունի, ոչ կապ ունի շոումեն Արամի հետ, ոչ պրոդյուսեր Արամի հետ, ոչ Արամ որն եղել է Young-Life-ում կամ Կոնսում, այլ դա Արամն է Մելիքյան, որը ունի կապիտալ, դա իր անունն է։ Դա Մհերն է Բաղդասարյան, որն ունի կապիտալ, դա Մհերն է։ Արամ, որ այդ կապիտալը մենք բոլորս պետքա թանկ գնահատենք։ Իդնի rooftop-ը մեր բոլորի ամենասիրելի վայրերից մեկն է, երբ իջնում է երեկոյան զովը եւ արդեն քաղաքային լույսերն անում են իրենց գործը, այստեղ կա իր vibe-ը եւ տրամադրությունը։ Դուք կարող եք վայելել երեկոյան լավագույն ուտեստները ու ամենահետաքրքիր խմիչքները DJ-ի ուղեկցությամբ։ Սա Իդնի երկրորդ առավել կոմպակտ սրահն է, որտեղ դուք կարող եք առանձնանալ եւ գողտրիկ միջավայրում ձեր հյուրերի հետ վայելել ձեր միջոցառումն ու ձեր երեկոն։ Այս փակ հատվածում Իդն ռեստորանի դուք իսկապես կլինեք աղմուկից հեռու, բայց միաժամանակ կստեղծեք ձեր լավագույն աղմուկը։ Ամենահամեղ խոհանոցը, հետաքրքիր խմիչքները, առանձին բառը այս սրահի համար եւ իհարկե ֆանտաստիկ ինտերիերը կապահովի լավագույն միջոցառումը, լինի դա ծնունդ, կնունք, թե փոքրիկ ընկերական հավաքույթ։ Իդնը թեև ամենօրյա գործող ռեստորան է, որն առաջարկում է իր ամենահամեղ ուտեստները, իր լավագույն մենյուն, բայց նաև պետք է նշել, որ այս 3 սրահներում հնարավոր է կազմակերպել ձեր անհատական միջոցառումները։ Լինեն դրանք ոչ այնքան մեծ հարսանիքներ, թե գեղեցիկ ծննդյան տարեդարձեր կամ պարզապես ընկերական հավաքույթներ։ 3 սրահներն էլ լավագույն վայրն են ամենատարբեր անհատական միջոցառումների համար։ Իդնոն բրենդում կարող եք անցկացնել կանանց ամենատարբեր միջոցառումներ ևս եւ փակ առանձին սրահում եւ ընդարձակ լայն սրահում կարող եք կազմակերպել միջոցառումը, անգամ ձեր դիզայները, ձեր event planner-ը կարող է ամբողջությամբ ամեն ինչ փոխել, լինի դա baby welcome, baby shower, թե bridal միջոցառում։
Այստեղ իսկապես այդ մթնոլորտը կա եւ կարծում եմ, որ ձեր առանձին փարթիների եւ միջոցառումների համար սա ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ողջույն, այս պահին ձեզ ներկայացնելու ենք մեր նոր գործընկերոջը Aesthetic by Zoya։ Սրահները, որոնք գործում են եւ Բեննայսում եւ Գլենդելում։ Այս մատնահարդարման, ոտնահարդարման սրահը առաջարկում է իր լավագույն ծառայությունները։ Այստեղ գործում են նաև հոնքերի եւ թարթիչների շտկման ծառայություններ փորձագետների եւ լավագույն մասնագետների կողմից։ Պետք է նշել, որ այս սրահները առանձնանում են իրենց սրտացավ վերաբերմունքով յուրաքանչյուր հաճախորդին եւ միաժամանակ իհարկե լավագույն մասնագետների աշխատանքով։ Այս պահին կզրուցենք նաև հիմնադրի Զորիայի հետ։ Զորիա, նախ շնորհավորում եմ ձեր երկրորդ լոքեյշնի բացման կապակցությամբ եւ գիտեմ, որ վաղուց եք այս ոլորտում աշխատում, կպատմեք։ 2018 թվականից եմ ոլորտում, սկզբից ուզեցել եմ գումար աշխատեմ, բայց հետո իսկապես սիրահարվել եմ այս մասնագիտությանը ու գործից վերաբերում եմ որպես արվեստ ու արհեստ առաջին հերթին ու այն պատասխանատվությունը, որ ունեմ հաճախորդների նկատմամբ, որովհետև մենք ներկայացնում ենք իրականում նաև բժշկության փոքրիկ ճյուղի հետ կապ ունենք, որը որ պետք է շատ լրջորեն մոտենալ դրան, որովհետև ստերիլիզացիան շատ մեծ կապ ունի մեր գործի հետ, իսկ այստեղ ինքը այնքան բաց է, իսկապես շատ բաց է այդ ոլորտը։ Փուլը ստերիլիզացիա է, այստեղ մարդիկ ստերիլիզացիային ուշադրություն չեն դարձնում։ Ինչ եկել եմ, պրոստը ասենց գոռում եմ նրա մասին, որ դա շատ կարևոր է ու պետք է դրան ուշադրություն դարձնել։ Սա ինչպես է ընտրում մասնագետներին, ոնց է ընտրում, ով պետք է աշխատի քո երկու մասնաճյուղերում։ Իմ առավելությունը այն է, Մհեր ջան, որ ես դասընթացներ եմ նաև տալիս, իսկ լավագույնները մնում են իմ թիմում։ Ողջույն, այսօր եւս մեկ անգամ ձեզ պատմելու ենք Քալքոստի աշխատանքի որակի մասին։ Այն առաջարկում է լավագույն հումքը շուկայում եւ ամենաերկար աշխատանքի երաշխիքը համեմատած այլ ընկերությունների հետ։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեր առանձնատան, տան ցանկապատման, պատերի եւ գեյթերի եւ դռների, մի խոսքով այն ամեն ինչ ապահովում է ձեր privacy-ին, ձեր առանձին լինելու հնարավորությունը, անցնենք ներս ու տեսնենք, թե ինչպես են աշխատում եւ առասարակ իհարկե կփորձենք խոսել նաեւ համահիմնադրի հետ, բարձելու համար այլ մանրամասներ։ Դե ինչ, այս պահին Քալքոստի համահիմնադիրն եմ, Արամ իմ կողքին, Արամ ողջույն, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Արամ, դուք տալիս եք lifetime երաշխիք, աշխատանքի նաեւ երկար տարիների երաշխիք համեմատած այլ ընկերությունների հետ։ Հավանաբար հումքի վրա չափազանց վստահ եք, որտեղ է արտադրվում եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Ճիշտ եք նկատել, տալիս ենք lifetime երաշխիք, արտադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր արտադրանքը սա ամբողջովին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք է, այո, տալիս ենք lifetime երաշխիք եւ պատասխանատու ենք lifetime։ Արամ, շատ կարևոր մի հանգամանք էլ կա, կան մի քանի փոքր կազմակերպություններ կամ բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնք գալիս են ձեզնից վերցնում են հումքը եւ իհարկե ունեն արդեն իրենց հաճախորդները եւ այլն։ Նոր տեղեկացա, որ դուք այստեղ իրենց աշխատելու հնարավորություն եք տալիս, այսինքն մանր եւ փոքր բիզնեսներին խրախուսում եք։ Այո, ճիշտ եք նկատել, ճիշտ ասացիք, մենք կուզենայինք մեր փոքր բիզնեսի ոլորտում զբաղվող մարդկանց տեղեկացնել, որ մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները իրենց մեր բիզնեսում ունենալ իրենց բիզնեսը կոպիտ ասած, կարողանան օգտվել մեր բոլոր գործիքներից, բոլոր սարքավորումներից, ինչու՞ չէ նաև հանգստի սենյակից, սուրճ խմելուց սկսած մինչև իրենց ապրանքը տեղավորել, դասավորել, հավաքել եւ տանել։ Մի խոսքով, եթե դուք ցանկապատող կամ օրինակ գեյթեր, գզիբոներ եւ այլ տարբեր հատվածներ տան համար նախատեսված կազմակերպություն եք փոքր եւ հումքը ձեռք եք բերում այստեղից կամ նախատեսում եք այստեղից ձեռք բերել, ապա Քալքոստը խրախուսում է նաեւ ձեր գործունեությունը։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։
Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը։ Եվ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Արամ, դու նաև հավանաբար հասկանում ես, չէ՞, որ գործ ունես երիտասարդ աղջկա հետ, ով իրավունք ունի նաև սխալվելու։ Այո, չէ, սխալվելու հարց չի, զգուշության մասն է խոսքը։ Դու ինչպես ես իրեն փորձելու պաշտպանել կամ թողելու ես, որպեսզի ինքը սխալվի եւ դու օգնես այն ժամանակ, երբ ինքը քո կարիքն ունի, թե կանխարգելել այդ սխալները։ Ամեն ջան, ամեն դեպքում, երբ որ մարդը որոշում է կայացնում արդեն ինքնուրույն որոշումների գնա, դու մի քիչ պետք է կողքից լինես, բայց Jaguar-ը հովազը ոնց է որսի գնում, հերվից։ Հերվից։ Բայց ինքը տեսնում է իր որսին։ Այս պատմության մեջ ինձ ամենաշատը հետաքրքիր է եւ դուր է գալիս նաեւ քո ընտանիքի երեխաներին իրենցը համարելու եւ ընդունելու այդ process-ը եւ ինձ ամենաշատը հետաքրքիր է որդիդ ինչպես է այդ նորությանը վերաբերվել եւ ինչպես է ձևավորել դաստիարակել նրա մոտ այդ զգացողությունները հարազատության գլոբալ առումով անծանոթ մարդկանց նկատմամբ։ Ինքը ինչ տեսել է, դա էլ վերապրում է կամ վերապրել է։ Մեր ընտանիքը շատ բաց ընտանիք է։ Այ այդ առումով ինչ որ տեսնում են մարդիկ վլոգներում բանում, դա մեր ընտանիքն է։ Մեր ընտանիքի ձևն է, բոլորիս կերպարները երևում է։ Դա շատ բաց տղա է, շատ էմոցիոնալ բաց, շատ սիրող, շատ դռնաբաց եմ որ ասում։ Ինքը առաջի մի հատ միտք ասեմ, այդքանով կփակենք հարցի պատասխանը։ Ասեց իմ սերեկը մեծ է։ Թող ստելիքը տեղ մնա, ես մյուսում կմնամ։ Տղամարդու որոշում։ Ինքը կարող է հետո մի ամիս հետո փոշմաներ, հաստատ կփոշմաներ, որովհետև նաև ինքը երեխա է։ Բայց ես որ ընկերները գային մտնեին ստելիքի սենյակ տեսնել փոքրաբան կանեղվե, որովհետև մտնում ինչ ասես չեն անում, սենյակում մնում է պատուանից կախվեն։ Բայց ամեն դեպքում երբ որ նա արդեն դա բարձրաձայնում է, այսինքն իր մոտ այդ բաց, այդ դռնաբաց տեսակը կա, դրա համար այդպես ընդհանրապես անրի հետ կապված ընդհանրապես դժվարություն չի եղել։ Շատ լավ, ձեր ընտանիքում նաև երեխաներ ունենալու եւ այլ թեմա կա, որը դու բարձրաձայնել ես մի քանի փորձեր, որոնք ցավոք արհեստական ընդհատմամբ են եղել։ Դա բարձրաձայնելը ինձ թվում է այլի մեր հասարակության համար չափազանց կարևոր է, որպեսզի այն մարդիկ, ովքեր չգիտես ինչու դա գաղտնի են պահում կամ փորձում են դրանից տրագեդիա ստեղծել, հասկանան, որ դա դժբախտություն է, որը պատահում է, բայց կյանքը տալիս է մարդուն հնարավորություններ։ Այդ դժբախտ օրերի մասին կպատմես, այդ վատ նորությունների եւ այլն։ Նայեք, ես այդքան չեմ ուզում այդ օրերի մասին պատմեմ, կուզեմ այդ ավելի շատ գաղափարի մասին խոսեմ, ամեն ինչ մարդու համար է։ Մեր հասարակությունը ունի խնդիր, որ ինչ որ բաներ մարդու համար, ինչ որ բաներ մարդու համար չի, ու չի կարելի բարձրաձայնել, բայց մենք բարձրաձայնելով ընդհանուր ենք դարձնում այդ խնդիրը, նաեւ լուծելի ենք դարձնում։ Բայց երբ որ դու չես բարձրաձայնում ինքս դառնում ես ցավ բանսից մտնում ես այդ ամեն ինչի մեջ, ամեն ինչ յուրաքանչյուր խնդիրն համար է որ լուծվի։ Շատ դժվար է եղել, մեր ջան, անկեղծ շատ դժվար է եղել, բայց ես երբևիցե մի վայրկյան, մի օր հույսս չեմ կորցրել, որ այդ ամեն ինչը կլուծվի։ Ու այդ ամեն ինչի տեղը չհանեց, այն ուրիշ պատմությունը սա ուրիշ, բայց Տիգրանի ծնունդը ընդամենը մոտավոր Անրիի ծնունդից 13 տարի անց, փակեց այն էջը, ավարտվել է այն էջը, բրծավ, վերջացավ։ Ոչ բոլորի կյանքում այդպես կլինի, մայր։ Մեկի կյանքում կարող է այդպես չլինի։ Մենք պետքա չնայենք, որ իմ կյանքում սենց աղի, քո կյանքում սենց մյուսինն է տես պետքա լինի, չէ՞։ Բայց ամեն մեկի կյանքում իր լուծումն ունի։ Ամեն մեկի կյանքում իր միշտ լուծում կա։ Տես քո մեջ ինչ որ սենց մի հատ էներգիա կա, դրայվ կա ու ամեն ինչին ժպիտով նայելու կամ ամեն ինչ թեթև պատմելու, ես չգիտեմ քանի րոպե ենք մենք զրուցում, ժամանակը արագ է հիմա անցնում ինձ համար, բայց դու ամեն ինչ ներկայացնում ես արհեստական թեթևությամբ ու ինձ թվում է դա էլ ինքնապաշտպանական ինչ որ դա իմ ինքնապաշտպանություն շերտ է, այ դա համաձայնվեցի։ Ինչու ես այդպես անում։ Հոկեբանի գնալու մոտ միակ պատճառը դա է եղել, որ ինչի ես չեմ տխրում։ Նա տաղճիկ ինձ հարց տվեց, ըստ արամ դու տխրում ես, ասի չէ։ Ոստի նորմալ չի։ Հետո գնացի մտածեցի ախպեր մի րոպե։ Այդ շատ ստրեսական լինելը միշտ ինչ որ ընտանիքում խնդիր կա, ես եմ այդ խնդիրը լուծում, մեծ ընտանիքում։ Դժվարություն կա, ես պետք է հարցը լուծեմ, կամ ես եմ այդ լուծող, ինձնով այդ լուծվողը, ոնց որ ժամանակ չունեմ տխրելու, ես ժամանակ չունեմ։ Ու դա այո, դա լինել դժվարությունների վրայով անցնել այդ հետևությամբ դա արհեստական չի, դա ես եմ արդեն դարձել եմ, եթե նույնիսկ դա արհեստական է, արդեն արմատացած է իմ մեջ։ Դա իմ ինքնապաշտպանություն, երկու բան կա, որը իմ ինքնապաշտպանությունն է, դա իմ անկեղծությունն է եւ իմ ամեն ինչի պոզիտիվ նայելը։ Խնդիրներին ոնց ես նայում, այսինքն գլխով նետվում ես դեպի խնդիրը։ Ամբողջովին։
խորապես։ Ես մի պատմություն ունեմ, որը իմ մասին է։ Քամու փոթորկի ժամանակ կան կովեր եւ կան բիզոններ։ Կովերը պտտվում փախտում են, այդ բիզոնները միանում են եւ մտնում են այդ փոթորկի մեջ։ Որ մտնում ես միացած փոթորկի մեջ, փոթորկը գալի անցնում է։ Ալիքի ոնց է, ալիքը պիտի մտնես մեջը։ Կովերը որ պտտվում են, հետ են գնում, ցրիվ անում բոլորին։ Ես ասում եմ, ես ընտրում եմ բիզոնին։ Հա, չէ, իսկապես ինձ թվում է տենց է, որովհետեւ ես հաճույք եմ ստանում զրույցից այն դեպքում, երբ իմ զրուցակիցը հարցից պատասխանում է կանխարգելելով իմ հաջորդ հարցերը։ Ես հասկանում եմ, ճիշտ ուղղությամբ եմ։ Ես հասկանում եմ, ճիշտ ուղղությամբ եմ մարդուն ընկալում։ Հիմա ինձ թվում է, ես հասկացել եմ քո տեսակը, մասամբ, իհարկե, բնականաբար ամբողջությամբ հասկանալ որևէ մեկս չի կարող։ Նաև մի խնդրի մասին խոսենք, երբ բարձրաձայնում ես ինչ որ պրոբլեմ, խնդիր, որոշում, խիստ անձնական, դա ընկալվում է որպես հասարակության կողմից մեր մասնագիտության դեպքում PR-ի քայլեր, PR քայլեր։ Ամբողջովին այդպես ընկալվում։ Վստահ եմ բազմաթիվ անգամներ լսել ես, որ երեխա որդեգրելը վերագրել են PR-ի եւ այլն։ Ինչ ես պատասխանում այդ դեպքում, ինչ ես մտածում։ Ինձ թվում է, որ նորմալ է եւ առողջ է, որ նման քննարկումներ կարող են լինել, որովհետեւ մեր մասնագիտության դեպքում PR-ից օգտվում են շատ անզգույշ մարդիկ եւ ցանկացած բան արդեն PR-ի է վերագրում։ Երկու ձև կա պատասխանելու, մեկը ոչ եթերային, մեկը եթերային։ Եթե ոչ եթերային է, որտեղ YouTube-ում մենք հիմա օքեյ է լրիվ։ Հանգիստ կարող ես ասել։ Ռուսը լավ, չասեմ էլի կինոս հետո կներվի, չասեմ։ Իսկ եթերայինը ես հասկանում եմ այդ ամեն ինչ, ես հասկանում եմ մարդկանց, իրականում հասկանում եմ, բայց ես մի բան կարող ասեմ, ոսմա պետք է համբերել։ Երբ որ դու դատում ես կամ քննադատում ես մարդուն, պետք է համբերել։ Պետք է նայել պտուղներին։ Ու պտուղները չի վերաբերվում, երբ որ ես օրինակ եմ բերում, որդեգրել եմ աղջիկներ, այդ աղջիկները պետք է դառնան աշխարհի ամենալավ մարդիկ, որտեղ իմ ֆունկցիան տեղ իրանց նոր հնարավորություն տալն էր։ Մահեր, իրանց ֆունկցիան տեղ ո՞րն է։ Օգտագործել այդ հնարավորությունը։ Իրանք ոնց կօգտագործեն, դա իրանց պատմությունն է։ Ես իմ տղային տալիս եմ հնարավորություն ունենալ մեծ ապագա, ոնց ինքը կօգտագործի, դա իր պատմությունն է։ Իմ ամենակարևոր կապիտալը այս երկրի վրա իմ անունն է։ Եթե իմ անունը մնաց նույն ձև չփչացավ, չպղծվեց, ուրեմն մաքուր նպատակով եմ արել։ Չի նշանակում չի պղծվի։ Ես կարող շատ վատ բան անեմ ու մարդիկ ասեն ես մարդը սրիկա է։ Ես սովորական մարդ եմ, սխալական։ Ես ահա որ շատ սխալ եմ գործում։ Ահա որ լուրջ սխալներ եմ գործում։ Բայց ես դրանց վրա սովորում եմ, հաղթարում եմ, որ ավելի լավը դառնամ։ Ես եթե չլինեմ սխալ, եթե սխալներ թույլ չտամ, ես չեմ կարող լավը դառնալ։ Մարդիկ քիչ են թույլ տալի, ես շատ եմ թույլ տալի։ Դա նորմալ է։ Ես կարծում եմ, որ այդ PR-ի մասին խոսելիս պիտի հասկանանք, որ մարդը եթե PR-ի համար լիներ, չեմ կարծում, որ կարողանար մի ամբողջ ընտանիքի ճակատագիր եւ մի ամբողջ կյանք դնել տեսախցիկների։ Մենք չենք էլ մտածել, որ դա երբևիցե կհանրայնացվի։ Եղել է պատահական, հետո արդեն որոշումով։ Եվ եթե պիտի PR-ի համար ռոպագանդվի որևէ արժեք, ապա ես կուզեի, որ նման արժեքներ ռոպագանդվեին։ Այո, ես կարծում եմ դրանից հասարակությունը միայն շահում է եւ որևէ մեկը չի տուժում։ Ես քո այսօր մեր հաղորդում եթե նույնիսկ չստացվի, մենակ այս խոսքերով կարելի է քո մենակ այս խոսքերը դնել ու թողել։ Ես կարծում եմ ստացվում ասես։ Չէ, նույնիսկ եթե ոչ մեկ չնայի, մենակ այդ քո հատվածը դիր, աս ախպեր, Արամը PR-ը անում, բոլորդ այդ նույն PR-ն արեք։ Բոլորդ։ Արամ, դու այնուամենայնիվ ավանդական հասարակության ծնունդ ես եւ հայ ընտանիքի ծնունդ ես ու դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է բացել իր ընտանիքը հասարակության առաջ։ Բոլորս հասկանում ենք, որ բացում ենք թույլատրելի սահմաններում եւ մեր ցանկացած լույսի ներքո։ Բայց այնուամենայնիվ հայ տղայի համար դժվար է դա պատկերացնել եւ ընկալել։ Կամ ես մնացել եմ ժամանակներում։ Շատ ճիշտ ես խոսում, դա համար ես ասում, ես Հայաստանի ինձ համարում եմ ամենաավանդապաշտ, ես ինձ համարում եմ Հայաստանի ամենաավանդապաշտ, ամենաֆիրմա տղեն։ Ես պատասխանեցի քո հարցին։ Պատասխանեցի, բայց ավելի մանրամասն։ Ինչ է քո մոտ փոխվում այդ ընթացքում, ինչից ես ներվայնանում, ինչն ես ինքդ ստիպել քեզ որ փոխվի, ինչ ես փոխում մարդկանց մոտ ընտանեկան վլոգերի պարագայում։ Ես շատ լավ ընկերներ ունեմ, շատ խելացի, որոնք ապրում են ամեն մեկը իր կյանքում ու իր ստեղծագործական կյանքում ու իրանց համար են ինչ որ ես անում շատ անընդունելի է, որովհետև այդ արած գործողությունների մեջ նաև որոշ բաներ լավ է, անկապ բաներ է։ Միշտ չես կարող դու ամեն լավ բան տաս, էլի։ Եթե ես գիտեմ, որ մեծամասնության կոնտեքստում գիտեմ, որ պապաներ, շատ լուրջ պապաներ իմ հետ շփվում են, ասում են, որ շատ ոգևորիչ է, ու իրենք ոգևորվում են դրանով, ուրեմն ես ճիշտ ճանապարհին եմ, լիքա արանքային սխալներով։
ով որ իմ հետ է, կարան ինձ օգնեն, ով որ իմ հետ չի, ընդ ռուսերեն։ Մեր դեմը։ Լավ, Արամ, շատ կարևոր է նաև, որպեսզի մարդկանց չհոգնեցնես։ Այո։ Դու հիմա այս օրերին ամենտեղ ես եւ ամենուր ես եւ անընդհատ ես։ Դա շրջանը է, երբ մարդկամ ճիշտ կարող է օգտագործել եւ կատաստրոֆա կարևոր բան ես ասում։ Ինչ անել, որպեսզի չհոգնեցնել մարդկանց։ Մեկ գիշերը դրա պատճառով չեմ գնում։ Մտածում ես այդ մասին, թե օրինակ աֆեկտիվ զգացողություն է քեզ մոտ։ Ես ահա որ adekvat մարդ եմ, ունեմ կրեատիվ շատ ուժ թիմ, որոնք նստած ասում են, խնդրում են, աղաչում են, որ չզանգեն, որ չգնամ, այս ինչ հարցազրույց։ Չէ, մենք շատ adekvat ենք։ Ու իմ թիմն էլ է շատ adekvat։ Հիմա դու կարող ես մեծ գումարներ գեներացնել եւ մոնետիզացնել քո անունը չափազանց արագ եւ միանգամից։ Որը չեմ անում։ Որը չես անում։ Մենք այս հաղորդման ընթացքում խոսում ենք գումարներից, եկամուտներից եւ այլն, որովհետեւ դա օգնում է նաեւ ապագա բլոգերներին եւ լրիվ գրանցված վիճակը։ Ինչու՞ չես օրինակ դու այս պահին ավելի ակտիվ մոնետիզացնում քո հնարավորությունները։ Այս պահին ֆինանսային առաջնային աղբյուրը կորպորատիվ հարսանիք միջոցառումներն է, որտեղ ես հաստատուն իմ տեղն ունեմ, որը կապ չունի վլոգինգի հետ, որը դա տարիների ընթացքում վաստակն է իմ, ու հիմա որոշակիորեն ավելի սիրված կերպալը կարա զուտ օգնի, այդքան բան։ Բայց հիմնական պատճառը ինձ այնտեղ գործի կանչելու այսպես ասած ունակություններն է կամ սիրված լինելն է։ Բոլոր միջոցառումները, որ հիմա ես կազմակերպում եմ, որ եթերից առաջ զրուցում ենք, ես այնտեղ հլավոր փող եմ ներդնում։ Դեռ ժամանակը չի եկել մոնետիզացնելու, դեռ ժամանակն է ներդրման, մի քանի ամսից կսկսվի շատ ուրիշ process, որտեղ մեր բրենդը, որ Էսպայ Մելիքյանն ազգանունն է, կսկսվի օգտագործվել նաև բիզնես հարթակներում, բայց ես մաքսիմում ուզում եմ նենց օգտագործի, որ դա չլինի, որ ես մտածես բան կա, որ մանիպուլյացիա չլինի մարդկանց, ես չմանիպուլացնեմ մարդկանց իմ ազգանունով, որ ես դարձքում փող աշխատեմ։ Դա համաշխարհային գործիք է որպես այդպեսի։ Ես քանի որ ընտանիքի մարդ եմ, պետքա փորձեմ այդ գայթակղությանը չգնամ, ոնց որ զուսպ լինեմ, այդ գծի մեջ զուսպ լինեմ։ Ողջույն, մենք գտնվում ենք Գլենդելի ամենակենտրոնում, ավելի կենտրոն չի լինում։ Մենք գտնվում ենք Վերանդա եւ Վերանդա Lounge ռեստորաններում, վստահ եմ, ապրելով այստեղ Միացյալ Նահանգներում ձեզնից գրեթե բոլորը կամ բոլորը արդեն հասցրել են լինել այս հյուրընկալ ու գեղեցիկ պատերի ներքո։ Եթե դուք նախընտրում եք քեֆ անել եւ մեծ խմբով եք եւ կամ փոքր ընտանիքով կամ ընկերական շրջապատով, ապա Վերանդա ռեստորանը սպասում է ձեզ։ Որևէ մեկը այդ միջոցառումներին նստած չի մնում, պարահրապարակում ասեղ գցելու տեղ չկա, որովհետեւ բենդը եւ արտիստներն ու աստղերը այնպես են անում, որ որևէ մեկը նստած չմնա։ Լեփլեցուն սեղանների եւ համեղ ուտեստների մասին գիտեն բոլորը, իսկ սպասարկման որակը հասցրել են գնահատել ձեզնից շատերը։ Մենք գտնվում ենք այժմ Վերանդա Lounge ռեստորանում փոթորկից առաջ։ Ինչու փոթորիկ, որովհետև ամեն անգամ Երևան նայցի ընթացքում, Երևանյան գիշերների ընթացքում այստեղ իսկական էմոցիաների եւ աուրայի իսկական փոթորիկ է եւ հրաբուխ։ Բոլոր նրանք, ովքեր ցավոք չեն հասցնում կամ չեն կարող հասկանալի պատճառներով լինել իրենց հայրենիքում, Երևանում, ապա դա անում են այստեղ մտովի տեղափոխվելով այս գեղեցիկ ու երևանյան աուրայի շնորհիվ, երևանյան գիշերների շնորհիվ իրենց հայրենիք եւ այն Երևանը, որը նրանք լքել են։ Լավագույն ֆոլք եւ քաղաքային ֆոլք երգերը ձեզ մի անգամից կտեղափոխեն հենց այնտեղ Երևան։ Վերանդա Lounge առաջարկում է ժամանակակից, ֆյուժն եւ համեղ ուտեստներով լավագույն խորտիկները եւ լավագույն մենյուն, որի դեպ չի զիջում անգամ Beverly Hills-ի կամ West Hollywood-ի ռեստորաններին, իսկ բարմենի պատրաստած կոկտեյլները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնպես որ մեկ անգամ գալով Երևանյան գիշերներին, վստահ եմ այն կդառնա ձեզ համար ավանդույթ, չէ՞ որ Երևանյան գիշերները Վերանդայի արդեն դարձել են Գլենդելի համար իսկական այցեքարտ։ Առաջիկա 2 ամիսներին ես լինելու եմ Հայաստանում։ One-on-one travel այնպես է կազմակերպել իմ առաջիկա 2 ամիսը, որ ես կարողանամ շատ կարճ ժամանակահատվածում լինել մի քանի անգամ նաև Եվրոպայում եւ պիտի ասեմ, որ անհավանական ցածր գներով։ Նույնը կարող եք անել նաև այստեղից, Միացյալ Նահանգներից, շատ կարճ ժամանակահատվածում կարող եք շատ էժան հայտնվել
օրինակ Իտալիայում։ Զարա, ողջույն, կպատնեք մեզ այդ ուղևորությունների մասին։ Իհարկե, Մհեր ջան, բոլորս շատ լավ գիտենք, որ վերջին տարիներին Եվրոպան շատ հասանելի է Հայաստանից։ Մեր բոլոր հայերի համար շատ մատչելի 60 եվրոյով, 50 եվրոյով կարող ես տոմս գնել եւ ճամփորդել, եթե ունես արկա Schengen վիզա։ Նույնը այստեղից է հնարավոր անել, ավելին, եթե ունես US citizen վիզայի կարիք եւս չունես։ Ունենում ենք շատ մատչելի last minute dealer Եվրոպա, հատկապես Հռոմ, Ֆրանսիա, Փարիզ եւ Անգլիա, ինչպես նաեւ վերջերս ուղիղ չվերտրվեց Աթեն քաղաք, շատ մատչելի իհարկե ոչ 60 եվրոյով, բայց round trip-ը մոտավորապես 400-ից 500 եվրոյով։ Շատ արագ կազմակերպում ենք package-ներ, տուրեր, որ մարդիկ իրենց երազանքների Իտալիան, Եվրոպան մեկնեն։ One-on-one travel-ում ձեզ կօգնեն մշտապես շատ արագ եւ շատ արդյունավետ տարբերակով կազմակերպել ձեր հանգիստը։ Դիմեք նշված հեռախոսահամարով եւ վստահ եմ, որ լավ հիշողություններ կունենաք արդեն նաեւ Եվրոպայից։ Մենք գտնվում ենք Լոս Անջելեսի փոքրիկ Երևանում, տուն Լահմաջո ռեստորանում, որտեղ դուք կգտնեք Երևանի ամենալեգենդար Լահմաջոյի հենց Լոս Անջելեսյան տարբերակը։ Պիտի ասեմ, որ երբեք այս երկար ամիսների ընթացքում մենք ընկերացել ենք արդեն տերերի հետ, բաժնետերերի հետ բիզնեսի, նրանք չեն բացում գաղտնիքը, թե ինչ կա այս հետաքրքիր ու հանճարեղ Լահմաջոյի բաղադրատոմսի մեջ։ Բայց պիտի ասեմ, որ բոլորը շատ հավանում են։ Հավանում են ոչ միայն ուտելիքի որակի եւ իհարկե դրա գաղտնի բաղադրատոմսի պատճառով, այլ նաեւ սպասարկման պատճառով, որովհետեւ այստեղ իսկական անկեղծ երևանյան ժպիտներ են բոլոր աշխատակիցների կողմից։ Իսկ առաջարկվող մենյուն իհարկե ձեզ համային առումով անմիջապես կտեղափոխի դեպի Երևան։ Տրամադրությունը, միջավայրը, երաժշտությունը, դեկորացիաները նույնպես իհարկե հենց այդ մոտիվներով են։ Տուն Լահմաջոն առաջարկում է իր թարմեցված մենյուն, որտեղ տեղ են գտել թեթև եւ ամառային ուտեստներ։ Իդեպ ձեզնից շատերը նախընտրում են նաեւ ոչ միայն տոներին, այլ նաեւ առօրյայում գալ այստեղից ուտելիք վերցնել եւ իհարկե տանել առիթների կամ ընտանեկան ընթրիքների համար։ Այդ տարբերակը եւս շատ իհարկե տրամաբանական է, քանի որ այստեղ կարծես տան պատրաստած ուտելիք լինի։ Դուք նույնիսկ կարող եք խաբել ձեր հյուրերին եւ ասել, որ ուտելիքը պատրաստել եք ինքներդ։ Այցելելով մեկ անգամ տուն Լահմաջո ռեստորան, ես վստահ եմ, որ դուք շատ հաճախ ձեր ընկերական կամ ընտանեկան միջավայրով կլինեք այստեղ։ Տուն Լահմաջոն իմ ամենասիրած արագ ուտեստներից է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կհանդիպեմ ձեզ Երևանի տուն Լահմաջոյում, որովհետև օրեր անց լինելու եմ Երևանում եւ արդեն գիտեմ, որ լինելու եմ Հյուսիսային պողոտայում։ Հասցեները ձեր էկրաններին են, կհանդիպենք Երևանում։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Եվ քանի որ յուրաքանչյուր հայ կին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում է ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Հասարակության ամենատարբեր շերտեր քեզ ընկալում են որպես մեր տղա։ Ավագ սերունդը քեզ ընկալում է որպես հարազատ, երիտասարդներն ընկալում են մեզնից մեկը, ավելի երիտասարդներն ընկալում են մեկը, ում կուզենային նմանվել։ Այդ շրջանը մարդու կարիերայում շատ հազվադեպ է լինում, բայց երբ լինում է, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է դա վերափոխվում ապագայում, երբ գալիս է մի պահ, երբ դու ուզում ես չլինել էլ մարդկանց սիրելի տղեն, այլ ուզում ես ուղղակի ասել քո կարծիք ամենատարբեր թեմաների վերաբերյալ, ցույց տալ ինքդ քեզ, այդ ժամանակ արդեն նրանք ըմբոստանում են ու առավել ցավոտ են լինում ըմբոստությունը, քան ուրիշ մարդկանց պարագայում, որտեղ իրանք արդեն քեզ ընդունել են որպես իրենցը։
ու դրանում մեղավոր չես ու առավել եւս մեղավոր չեն իրենք, որովհետեւ իրենք քեզ դա անում են սիրելով։ Բայց մի շրջան է գալիս, եւ դու ուզում ես լինել այն ինչ որ կաս, որքան էլ որ դու հիմա կաս, միևնույնն է որոշ հարցերի դեպքում վստահ եմ, որ չես կարող բարձրաձայնել ամենատարբեր քո տեսակետները եւ այլն։ Ինչ ես կարծում, որն է ավելի կարևոր, լինել վերջնական ու ծայրահեղ անկեղծ, առանց որևէ պատնեշների, թե այնուամենայնիվ հասարակության որոշակի պահանջներին հարմարվել, որպես հանրային դեմք։ Ծայրահեղությունը ամեն դեպքում ոչ միայն ռիսկային է, այլ նաև դու պետք է կարողանաս այդ ծայրահեղության տակից դուրս գալ։ Ես ծայրահեղական չեմ, ես ֆանատիկ չեմ, այսինքն ես գժոտ եմ, բայց ոչ այդ աստիճան։ Եթե ես ծայրահեղական լինեի, ես կմտնեի քաղաքականություն։ Ես ծայրահեղական չեմ։ Որովհետև եթե ես մտնեմ քաղաքականություն կամ որևէ կարծիք հայտնեմ քաղաքական, ես միջևերջ պետքա գնամ։ Երբ որ եղավ այս դեպք ուսուցչի հետ կապված, ես միջևերջ գնացի, ես հետ չկանգնեցի, իմ համար մեկա մնացած ամեն ինչ, մեկա կողքից ինչ ա դուրս գալիս։ Իմ համար կարևոր էր ուսուցչի ինստիտուտը։ Անձերը իմ համար կարևոր չեն։ Ես խոսում եմ ուսուցչի ինստիտուտի մասին ու պատրաստ եմ միջևերջ, որ ասում եմ դախած գնամ։ Եթե ես որոշեմ լինել այքո ասած ամբողջովին անկեղծը, ես պետք է հայտնեմ քաղաքական կարծիքներ, որից շատ բան չեմ հասկանում, բայց որպես անձ պետք է հայտնեմ կրոնական կարծիքներ, որից շատ բան եմ հասկանում ես, բայց ես չեմ ուզում լինեմ ծայրահեղական։ Ես չեմ ուզում լինեմ ծայրահեղական, որտեղ այդ դեպքում պետք է դուրս գամ լիքը մարդու դեմ, ես չեմ ուզում մարդկանց դեմ դուրս գամ։ Ես sense կոմֆորտ է, այլ ես այդ ռիսկի տակ չեմ ստորագրի։ Ես քո հետ կոնտակտի դուրս եկա մի տեսանյութ տեսնելուց հետո, թե ինչպես ես դու, մենք երբեք ծանոթ չենք եղել եւ միայն բարևել ենք մեկս մյուսին պատահական հանդիպելով։ Վերջերս Միացյալ Նահանգներում։ Ես հետևում եի քո գործունեությանը, ինձ հետաքրքիր, բայց մենք ծանոթ չենք եղել ցավոք։ Ու ես տեսա, թե ինչպես ես դու այդ իրավիճակում վարվել, ու ինձ համար կարևոր չէր այդ ուսուցչին $1000 տալը, որտեղ դա կարող էր լինել $100 կամ 10000։ Հա, դա զուր ժեստ էր։ Հա, ինձ հետաքրքիր էր, որ քո նման լսարան ունեցող մարդը ինչպես է իրեն դիրքավորում իր լսարանի դեմ, որովհետև իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր քարկոծում էին այդ ուսուցչուհուն, այնուամենայնիվ նաև քո լսարանն էին, եւ դու այդ պահին ժեստ արեցիր, որը դեմ դուրս եկավ քո լսարանին նախորդ հարցից որպես շարունակություն, բայց միևնույն ժամանակ շրջելով իրավիճակը հոգուտ նաև այդ լսարանի կրթելով իրենց ու բացատրելով այդ ամեն ինչը։ Կպատնես այդ երբ այդ տեսանյութը տեսար ինչ կատարվեց քո հետ այդ process-ի մասին։ Ես տեսել եմ այդ տեսանյութը հրապարակելուց 10 րոպե առաջ այդ տեսանյութը, տանը չեմ եղել, օնլայն չեմ եղել, մաման տանն է, մաման նայում է, լսում եմ ձայնը։ Մաման ուսուցչուհի է։ Մաման ուսուցչի է, մաման էլ այդ օրը տանն էր։ Մեր տուն էր եկել, նստած բան է նայում մաման, ձայնն է լսում, հորս արև բան, չտես բան եմ լսում երեխեքի, դե որ երեխեքի ձայներ արդեն հետաքրքրեց, ասեց ինչ է մամ, դե մաման շատ էր նեղվել, չգիտեր ինչ ա եղել, այդ դե մաման ուսուցիչ պատկերացրել է էմոցիոնալ իրան այդ ուսուցչի տեղը, ասեցել են այս ինչ են անում այս խեղճ կնգան, մենք չգիտենք պատմություն, ես նայեցի ու որ դե արդեն ասացի մատ վիճեմ հենց հիմա գցում Լիլոն ասեց խնդրում եմ ես քեզ գիտեմ էմոցիոնալ բան մի արա։ Ինչ լավ է որ քո կողքը կա։ Հա, եթե ինքը բառը ինքը այդ առումով համաձայն։ Ես էլ եմ օրինակ քո նման շուտ վառվում ինչ որ գաղափարով եւ հիմա զսպացել եմ ավելի։ Լավ է կա Լիլոն։ Հա, այո, համաձայն եմ։ Ու այդ գումարը կարա չլիներ մենակ այն դեպք գումարը ընդհանրապես այդտեղ կայական չէ գումարը մի պատճառով եմ ասել որ այդ երեխան ասես բան ասեց բումաժնիկը բացեց դատարկ ասեց որ վարկս կլինի բան շատ վիրավորական է մեր Պակալենյան մեր սերունդը մի քիչ ուրիշ է ուսուցիչ չի վերաբերվել էլի ես շատ հատուկ եմ վերաբերվել շատ ու երբ որ ես տեսնեմ ինչ եմ զգացել ես կատաստրոֆա է սկսելու հեսա հիմա նայեք այսօր ուսուցիչ վաղը բժիշկ, մյուս օրը եկեղեցի է, մյուս օրը, այսինքն հանրությունը ինչ է սկսում անել, հանրությունը մեկ ուրիշ բան է։ Հայքայել բոլոր արժեքները, որը գալիս է պետության ղեկավարը, էլի գիտես պատճառը որն է, մենք չունենք էլիտա։ Ես վերջերս Թովմաս Արաքել հետ հանդիպման եմ, ասում Թովմաս ջան, ինչ հարց ուզում ես տուր։ Մի երկիր երբ որ չունի էլիտա, մեր էլիտան եթե չկա իր համար, եթե կա, ուրեմն չկա։ Եթե չկա, ուրեմն փողի հետևից է գնացել։ Ես կոմերցիոն մարդ եմ, ես կարամ, ես էլիտա չեմ, մեր ջան։ Ես շատ կուզեի ունենալ այդպես վաստակ, որ լինեի էլիտա։ Կարող է մի 40, 30, 20 տարուց ես լինեմ էլիտա։ Հանրային լինել էլիտա, դրանք տարբեր բաներ են։ Մենք այնպես լուրջ դեմքեր ունենք Հայաստանում։ Բայց դու մենակ էլիտային ես վերագրում այդ բացը։ Չէ, ամենակարևոր բանը յուրաքանչյուր կապ չունի իշխանությունը։ Ով ուզում է լինի իշխանություն։ Պետք է լինի էլիտա, որ թելադրի։
Որտեղ իշխանությունը էս գալիս են մի ամիս տոս դառնում են ուրիշ, երկու ամիս տո դառնում են ուրիշ, կամ ընդհակառակը դառնում են լավ կամ վատ։ Էլիտան ազդակը պետքա լինի միշտ, որտեղ հիմա հանրային նա ինչ է կատարվում։ Ովքեր են էլիտան մտել է իշխանության տակ եւ դա բոլորս տեսնում ենք։ Էլիտան չնի իշխանական, էլիտան вообще ոչ մեկի հետ կապ չունենա։ Երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի հիմնի հեղինակ կոմպոզիտորը համաձայնում է վարչապետի հետ կապված եկեղեցու դիրքորոշմանը, ինձ թվում է այդ ժամանակ ես էլ չեմ ուզում ասեմ անունը, այդ ժամանակ ավարտվում է էլիտայի գաղափարը։ Անցնենք առաջ, լավ։ Քո վերջին նախագիծը YouTube-յան խաղը չափազանց ակտիվ քննարկվում է, հետաքրքիր է, մարդիկ դիտում են եւ այլն։ Ինչպես առաջացավ գաղափարը։ Խաղերի գաղափարը եկել է տղուցս Անրիից, Mr. Beast յութուբեր կա, գժոտ տիպա, ասեց պապ, ես ուզում եմ դու դառնաս Mr. Beast-ը Հայաստանի։ Ասի Mr. Beast-ն ով է։ Ասեց, նստեցինք, նայեցինք, դա մոտավոր 2 տարի առաջ էր։ Ասեց, բայց ես էլ ուզում եմ քո հետ լինեմ այդ ընթացքում, իրականում համար կարևոր է զոնաներ գտնել, տղուս հետ նույն տարածքում լինելու։ Աղջիկների հետ այդքան չէ, բայց Անդրեի հետ շատ պարտադիր է, մասնավորապես ինքը 13 տարեկան է։ Սկսեցի փորձարկումներ անել, նկարումներ սկսեցի, հասկացա, որ դեռ հանրային չունեմ այդ պերսոնը, որ նայեն ասեն ինքը էսա, ոչ մի չէր տարածում, շատ լավ խաղեր էինք անում, ասեցի սկսեմ մի քիչ հանրային մարդկանցով անել ու առաջի ոնց որ sense շատ լավ տարածում են, դա էլ տվեց, խաղերներ լավն են ու ամեն ինչ փորձել ենք լավ անել։ Գաղափարը սա է, ստեղծել հարթակ Հայաստանում, որը խաղային կոնցեպտով, ոչ թե զուտ բլոգ կամ YouTube, չէ, հենց խաղային կոնցեպտով, մասշտաբային, շարունակական, թե հեռուստատեսությունում լինի դա, թե YouTube-ում լինի, բայց այդտեղ ասոցացվեմ ես ու իմ production-ը։ Շատ լավ, հեռուստատեսության մասին էլ եմ ուզում խոսենք, դու տարբեր փորձեր հաջող ու անհաջող արել ես հեռուստատեսությունում հայտնվել։ Մի հատ հաջող, մի հատ անհաջող։ Եվ կադրում եղել ես եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով դու ունես խարիզմա, որը որ շատ կարեւոր է հեռուստատեսության պարագայում եւ ունես հնարավորություններ, որոնք միջևերջ չես կարող ցանկության դեպքում անգամ օգտագործել YouTube-ում։ Տես պարզ օրինակ կարող եմ ասել եւ սա օրինակներից մեկն է։ Երեկոյան շոու, որպես այդպիսի նորմալ, մենք չունենք։ Ինչ որ մի շրջան անում էր դա Արամեն Պետրին եւ Գարիկը ու ինձ իրենք առանձին որպես մեդիա պերսոնաժներ դուր են գալիս, բայց չափազանց դուր չէին գալիս այդ ֆորմատում։ Հիմա անում է Զարան, որը էլ ինձ այնքան էլ դուր չի գալիս եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին կապված է մարդու ճկուն մտածելակերպի արագ արձագանքելու հետ եւ խարիզմայի հետ, որովհետեւ դա ամենևին էլ կապ չունի հեռուստատեսության գիտելիքների եւ այլնի հետ։ Հիմա երբ դու քեզ դիրքավորում ես YouTube-ում եւ խաղերի ոլորտում կամ վլոգինգի ոլորտում, գուցե հեռուստապրոդյուսերները քեզ չպատկերացնեն այդ ֆորմատում, բայց ես օրինակ քեզ ֆորմատներից այդ մեկում ես պահին շատ արագ պատկերացրեցի, կարող եմ սխալվել, կարող եմ ճիշտ լինել եւ այլն։ Բայց երբ մենք մեզ դնում ենք YouTube-ի հստակ ֆորմատներում, այն էլ խաղային եւ այլն, ավտոմատ մեզ հեռացնում ենք հնարավոր պոտենցիալ այլ ավելի մասշտաբային նախագծերից։ Քեզ մոտ չկա այդ մտավախությունը։ Ինչի ես միջև հեռուստատեսությունում չեմ, դու ճանաչում ես բոլոր հեռուստատեսության պրոդյուսերներին, գլխավոր, իրանք էլ ինձ են ճանաչում։ Հարցերն իրանց։ Եթե ես իրանց հետաքրքիր եմ, իմ պոտենցիալով հանդերձ, իրանք յուրաքանչյուր կարան իմ հետ աշխատեն։ Ես աշխարհի ամենաբաց մարդն եմ։ Այդպես դու անընդհատ փորձում ես տալ պատասխաններ, որոնք հարմար են։ Համ քեզ, համ Բա ինչ ասեմ։ Արի փորձենք անկեղծ լինել, որովհետեւ դու անկեղծ տղա ես, տերևում։ Մենք գիտենք բոլորս, որ այդ պրոդյուսերներն աշխատում են կլանային համակարգով։ Այո, հենց դրա մասն էի ուզում խոսել։ Ամեն մեկը իր կլանն ունի, ես էլ իմ կլանն եմ ստեղծում։ Ինչու չես հայտնվում որևէ կլանում։ Կամ ինչու չես փորձում այդ քայլերն անել։ Նայ, ես թիմերում նույն հերոստանգերությունը մարդիկ ման են գալիս ոչ թե ամբիցիոզ մարդկանց, ովքեր կարող են ստեղծել, այլ մարդիկ, ովքեր կատարողներ են, սցենարիստներ, խելոք, հանգիստ։ Ես պոտենցիալ վտանգ եմ յուրաքանչյուր պրոդյուսերի համար, որովհետև կարող է ես իր մասշտաբը չունեմ, իրոք չունեմ։ Ես այդ փորձը չունեմ, որ այդ լուրջ этап ունեն իրանք անցած, բայց ես ունեմ պոտենցիալ, ոնց որ դու ասում ես։ Պոտենցիալ օգտագործելուց Հայաստանում ես այդ ձև չեմ։ Ես չեմ վախենում։ Մարդիկ վախենում են ամբիցիոզ մարդկանց հետ աշխատելուց։ Իմ շուրջը եթե չկա ամբիցիոզ մարդ, այդ պրոյեկտը չի հաջողվում։ Չի հաջողվում։ Մեր զրույցի ավարտին դեպի արդեն ավարտ գնալով ես ուզում եմ մի քիչ
կրկին նորից վերադառնանք մանկություն ու պատանեկություն ու հիմա բացատրեմ ինչու։ Ես կարծում եմ հոգեբան։ Չէ, հոգեբանական ընդհանրապես որևէ ասպեկտ չեմ անում, հակառակը։ Իմ համար շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր դառնում են անկախ մեր ցանկությունից role model ու ունենալով պլատֆորմ այդ role model-ներին ներկայացնելով, իհարկե ընտրելով, թե ում ենք ուզում ենք ներկայացնենք մեր աուդիտորիային, որ շատ կարևոր է, որ նրանք լինեն շոշափելի։ Դու ուժի խորհրդանիշ կարող ես լինել շատերի համար, տես ինքդ էլ շեշտում ես, որ որպես բիզոն ես նայում յուրաքանչյուր խնդրի եւ այլն։ Եվ միշտ մենք այդ կերպարներին տեսնում ենք հարթուկած։ Լինեն դրանք սպորտի ներկայացուցիչներ, քաղաքական, շոու բիզնեսի եւ այլն, մենք միշտ տեսել ենք իրենց անսխալ։ Եվ յուրաքանչյուր սխալ արդեն նույն Արթուր Աբրահամի պարագայում, երբ մարդը էմոցիաներից դրդված կարող է որևէ մեկ ինչ-որ բան ասել, դա քանդում է ամբողջ մարդու կերպարը։ Ինչը առողջ չի, նորմալ չի, որովհետև ցանկացած մարդ ունի հնարավորություն եւ իրավունք թույլ լինելու, անկախ նրանից որ ինքը ուժեղ է, ինքը մարդ է եւ էմոցիոնալ է։ Դու քո սխալների մասին, դպրոցական գողություններից, միջև ընկնել եւ այլն իրավիճակներ տարբեր, շատ հարթ ու արագանց էր։ Հիմա ուզում եմ նորից անդրադառնանք այդ շրջաններին քո կյանքում ու հասկանանք ինչը պիտի դրթի մարդուն ստեղծել միջավայր, որը պիտի օրինակ գողություն անի եւ այլն։ Այ ինչ էր ձեր այդ կատարվում, որ հիմա չի կատարվում, որովհետեւ դու կարող ես դառնալ ցավոք սրտի շատ բարդ մարդ, չեմ ասում վատ մարդ, որովհետեւ մարդու որակական հատկանիշները կարծում այնուամենայնիվ չի կարող դրանից փոխվել, բայց բարդ մարդ կարող է լինել վատ ճակատագրով, որը չես դարձել, նշանակում այն մարդիկ հոմա, որ այդտեղ են այդ տարիքում, կարող են լսել հիմիկվա քո խոսքերը ու քո խոսքերը հիմա ավելի շոշափելի կարող է լինել, քան 30 րոպե առաջ։ Յուրաքանչյուր պատանի, յուրաքանչյուր երիտասարդ, յուրաքանչյուր մարդ ունի 3 տեղ ձևավորման ստեղծելու՝ ընտանիք, հասարակություն եւ ինդիվիդուում։ Ընտանիքը տալիս է լավ թե վատ ժառանգություն, հասարակությունը տալիս է լավ թե վատ ժառանգություն, անձը պետք է խմբագրի։ Խմբագրման process-ը մեր կյանքում ամենակարևոր կետն է, որից հետո աղջիկը երբ որ 2 անգամ սիրարվել է, 2 անգամ ընկեր է ունեցել, վնասվել է, դա նորմալ երևույթ է։ Իսկն ես դրան նորմալ եմ նայում։ Բայց երբ որ աղջիկը վնասվել է, ինքը զգում է, որ ինքը վնասվել է, ինքը պետք է խմբագրի իր էմոցիաները։ Ինքը ուզում է սեքս, ուրեմն թող սեքսով զբաղվի։ Ինքը ուզում է հարաբերություն, ուրեմն թող հարաբերության ձգտի։ Ինքը ուզում է ամուսնանալ, ուրեմն պիտի համբերի։ Երբ որ նույն աղջիկը դա հասկանում է, իր գործողությունները, ես մի հատ աղջկա հետ եմ շփվում, օգնում է իրան, մոտ եմ, բայց on-line է, նմանատիպ շփումներ աշխատում on-line ունենամ, ասում եմ, թե դու սեքս ես ուզում, դու քեզ խոստովանի, որ դու սեքս ես ուզում։ Եթե դու ուզում ես հարաբերություն, որ ընկերություն անես, ուրեմն դու պիտի տենց շփվես, թե դու ամուսնություն ես ուզում, ուրեմն հարաբերություն պիտի զուսպ պետք է գնա։ Պիտի ավելի զգա գնա հաս ունենալ, մենք խառնում ենք իրար։ Երբ որ տղաները ուզում են լինեն հարուստ, ուզում են լինեն ավտորիտետ, բայց դա այդ մեկտեղ ուզում են ազատ ապրեն, տենց չի լինում։ Տենց չի լինում։ Այսինքն դու պրոստը պետք է հասկանաս դու ինչ ես ուզում։ Ես մի հատ տարիք եկավ, երբ որ ես մեծացել եմ փողոցում, շատ ակտիվ եմ եղել։ Իմ բնույթից, որ մի քիչ շփվում ենք, դու կզգաս, որ ես անհնար ակտիվ չեմ փողոցում, շատ փողոցային չեմ եղել, ինչ ճիշտն է, ճիշտն է։ Հասկանում եմ։ Բայց հենց փողոցում մեծացած տղա եմ ես։ Ես ընկերասեր եմ եղել, շատ ակտիվ եմ եղել, ահա շատ ծեծ եմ կել, ահա ծեծել եմ, ահա շատ։ Անընդհատ տես բաների մեջ եմ ընկել։ Ես ունեցել եմ մեծ այդ անվանում, այսինքն ինձ հա այն բաբնիկը, հա իմ բնույթը տենց է։ Էդ է իմ բնույթը։ Այսինքն ես իմ բնույթից չեմ կարող փախնեմ, բայց հետո գալիս է, ես ինչ եմ ուզում։ Այդտեղ ամեն ինչ սկսում է փոխվել։ Խմբագրվում է, ես ինչ եմ ուզում։ Ինչ տվեց ինձ անրի ծնունդը շատ բան։ Ես ինչ եմ ուզում պատասխանատվություն կրեմ ես ամեն ինչի համար, ինչ որ վերցրել եմ։ Սիրով կրեմ։ Ոչ թե կրեմ, որտեղ պետք կրեմ, չէ, սիրով կրեմ։ Ինչ տվեց ինձ ամուսնությունը կնոջս հետ, երբ որ ես հասկացել եմ, որ ամբողջ կյանքում մեկ եմ հոգ տանեմ։ Ով ա եղել միջև այդ իմ կյանքում։ Ես հասկացել եմ, որ ծնողներս մասնավորապես այդ տարիքում իրանք շատ առողջ են եղել, տենց չունես դու գիտակցություն, որ դու իրանց մասին պիտի հոգ տանես։ Իսկ յուրաքանչյուր մարդ առաջ երթի պետք է հասկանա ինքը ինչ է ուզում։ Ինչ են հիմա գումարին հակել բոլորը, ուզում են արագ հարստանան։ Հետո դառնում արդեն հիվանդություն դա։ Հետո էլ չես կարող այդ ազատից փոխվես։ Իմաստը նպատակին այն ուզում է արագ հարստանա։ Ուրիշ բան չկա։ Հիմա մեկը կասի գրական խոսային, չես ասում գումարին հակնել։ Դա գումարին հակնել է, ուրիշ բան չունի։ Խաղամոլություն չի, հենց գումարին հակնել է։ Ու վերջում ինչ կասեիր ինքդ քեզ
դպրոցական տարիքում գողությունարող Արամին, եթե ունեներ հնարավորություն դա անելու։ Անելը, նորից եթե ունենա հնարավորություն։ Հասկացա, ինչ կասե իրան։ Մտածեմ, հետ գնամ, հիշեմ ինձ, քիչ փոքր-մոքր այն ժամանակ, դրաշ չունեի։ Ամեն դեպքում մի բան հստակ կասեի, ոնց դու թքած ունես շատ-շատերի կարծիքին, ինձ եւս շարունակի։ Ահա այսպիսին էր այսօրվա տետատետը, մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աշխատել եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում եւ իսկապես շատ կարեւոր է, որպեսզի ներկայացնենք այն բոլոր մարդկանց այս ֆորմատում, ումով դուք հետաքրքրված եք։ Այսօրվա մեր հյուրը հաճախ է հայտնվում մեր տարբեր թողարկումների մեկնաբանություններում, ցանկանում եք նրան տեսնել, հուսանք, որ կարողացանք նրան բացահայտել այնպես, ինչպես որ ցանկանում եք, քեզ էլ շնորհակալություն ժամանակի համար։ Դե ինչ կհանդիպենք արդեն հաջորդ անգամ, մենք շարունակելու ենք աշխատել Երևանում եւ ներկայացնել ամենատարբեր մեդիակերպարների։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Ողջույն, մենք գտնվում ենք Tulip Drip-ում, մեր գործընկերոջ խանութ սրահում, որտեղ դուք կգտնեք լավագույն ծաղկեձևավորումները եւ իհարկե աշխատակիցներն էլ գեղեցիկ տարբեր միջոցառումներ են կարողանում ել ավելի գեղեցիկ դարձնել։ Ողջույն Անի, շնորհակալություն, որ ժամանակ ես գտել։ Ան ինչով է այժմ զբաղված Tulip Drip-ը։ Այս պահին Մհեջան շատ միջոցառումներ են կանում, հասանիքներ, ծննդյան միջոցառումներ եւ քանի որ գնալով մեզ ավելի շատ են ճանաչում, մեր առիթներն էլ ավելի շատ են դառնում, այո։ Բացի այդ, իհարկե ընդունում ենք նաև անհատական պատվերներ։ Անի, մարդիկ իհարկե տոներին ավելի շատ են ծաղիկներ նվիրում, թեև պետք է մարդկանց խորհուրդ տալ, որ մշտապես կանանց ուրախացնել եւ երջանկացնել ծաղիկներն իրենց նվիրելով, բայց տոներին շատ զբաղված եք լինում, այսինքն մարդիկ որքան ավելի շուտ պետք է պատվերները մասին տեղեկացնեն ձեզ։ Իրականում մեզ համար էլ է կարգախոս, որ պետք է կանանց միշտ նվիրել ծաղիկներ եւ չսպասել ինչ-որ տոնի, բայց այդ տոներին հատկապես պետք չէ մոռանալ եւ ինչքան շուտ պատվերը լինի, այնքան մենք էլ վստահ կլինենք, որ կարող ենք պատվերը իրականացնել։ Իսկ ես բոլորին հուշեմ եւ խորհուրդ տամ, որ Tulip Drip-ը աշխատում է հենց ձեզ համար եւ այցելելով կայք կամ ստուգելով Instagram-յան էջը դուք կգտնեք գեղեցիկ ձևավորումներ, որոնք իհարկե աշխատակիցների ֆանտազիա եւ երևակայության արդյունքն են։ Ձեր բոլոր միջոցառումները, տոները, այդ թվում նաև ծննդյան տարեդարձերը, հարսանիքները եւ այլն, եւս կարող եք վստահել Tulip Drip-ին, պարզապես զանգահարելով եւ այցելություն փորձելով վերցնել։ Անշարժ գույք ձեռք բերելը մշտապես լավագույն ներդրումներից մեկն է եղել մարդկանց համար եւ իհարկե կան երկրներ ու տարածքներ, որտեղ օր-օրի ձեր գնաց անշարժ գույքը կարող է ծառայել ձեզ համար։ Team R-Realty-ն եւ մասնավորապես համահիմնադիր Մարիամը մեզ կօգնեն պարզել, թե Դուբայում անշարժ գույք ձեռք բերելը որքանով է արդյունավետ։ Շնորհակալություն Մարիամ։ Մարիամ, առավելությունների մասին արդեն հասցրել ենք խոսել եւ մեր հետևորդները գիտեն։ Հետաքրքիր է նաեւ ինձ տեղեկանալ, թե ինչ նախագծեր կան, որոնց վրա կարող են կենտրոնանալ, ինչ գնային քաղաքականության մասին է խոսքը։ Ահա։ Տեսեք Մհեջան, նախագծերը իրականում տարբեր են։ Ես միշտ սիրում եմ հաճախորդին համապատասխան ընտրություն կատարել։ Ինչու՞մն է դա կայանում, հա։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են գույք ձեռք բերել զուտ վարձակալությամբ հանձնելու համար։ Մենք դրանից ելնելով դիտարկում ենք պրոյեկտներ։ Ես սովորաբար առաջարկում եմ քաղաքի ակտիվ թաղամասերում կամ, եթե մեր բյուջեն մի փոքր բարձր է եւ դա մեզ թույլ է տալիս ներդրում կատարել ծովափնյա առաջին գիծ նախագծում եւ օրինակի համար հանձնել դա վարձակալությամբ Airbnb
հա, ծառայությունով, այդ պարագայում ակտուալ նախագծեր են Mina Russia թաղամասը, Dubai Islands-ը, իմ շատ սիրելի Ալմարջան կղզին, որտեղ կառուցվում է Wynn կազինոն, որտեղ բնակարանների արժեքները սկսում են 450,000 ԱՄՆ դոլարից։ Կարող ենք դիտարկել շատ լավ բնակելի Համալիր քաղաքի կենտրոնում, որտեղ օրինակ արժեքները սկսվում են 250-300,000 ԱՄՆ դոլարից եւ ձեռք բերել այնտեղ գույք ընդամենը 10% կանխավճարով։ Այնպես որ սիրելի հետևորդներ, անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն եթե կա ձեզ մոտ, ապա Մարիամը պատրաստ է ձեզ օգնել այս հարցում։ Զանգահարեք նշված հեռախոսահամարներով, այցելեք կայքը կամ հետևեք Instagram-յան էջին։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you're about to hear is true.